Մայրաքաղաքից հեռու գտնվող մի հսկայական առանձնատանը մի երիտասարդ սպասուհի բացահայտելու էր գաղտնիքներ, որոնք ընդմիշտ կփոխեին նրա կյանքը։ Լուր միջանցքների մոռացված արխիվների միջ նա կբացահայտեր խաբեությունների մի դավադրություն, որը կցնցեր գալվածքի իշխանության հիմքերը։ Նրա քաջությունն ու բանականությունը կփորձարկվեին բացահայտումների մի ճանապարհորդության մեջ, որը կբացահայտեր իր շրջապատի մարդկանց իսկական դեմքը։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Առավոտյան թարմ զեփյուրն անցնում էր արծրունիների առանձնատան խնամված այգիներով, որը գտնվում էր մայրաքաղաքը շրջապատող լեռներում գոտայքի բարձունքներին։ Դա մի գալվածք էր, որը շնչում էր պատմությամբ նրբագեղությամբ իր բաց գույնի քարե պատերով լայն պատուհաններով, որոնք որսում էին լուսաբացի ոսկեգույն լույսը։ Վերջին 3 տարիներին, այն օրվանից, երբ Անահիտը հեռացել էր կյանքից, տունը կարծես կորցրել էր իր հոգու մի մասը դառնալով ավելի լուր ու մելամաղձոտ։ Վահան Արձրունին դանդաղ քայլում էր իր աշխատասենյակում պատուհանից դիտելով այն այգիները, որոնք իր հանգուցյալ գինն այնքան շատ էր սիրում։ 52 տարեկանում նա տպավորիչ ներկայությամբ տղամարդ էր խնամված մոխրագույն մազերով կապույտ աչքերով, որոնք արտացոլում էին մի մարդու փորձը, ով ոչնչից ստեղծել էր բիզնես կայսրություն։ Անահիտին գործնելուց հետո նա ապաստան էր գտել աշխատանքի առանձնատան մենության մեջ ընդունելով միայն իր խորհրդականների փաստաբանների անհրաժեշտ այցերը։ Տան առօրյան պահպանվում էր փոքրաքանակ, բայց արդյունավետ անձնագազմի կողմից։ Վարդուհին 45 տարեկան մի կին, ում շագանակագույն մազերը միշտ կատարյալ հավաքված էին, կալվածքի ամենահին սպասուհին էր։ Նա այստեղ էր եկել 20 տարի առաջ, երբ հղի էր շտապ աշխատանքի կարիք ուներ։ Վահանն ու Անահիտը նրան ընդունել էին ոչ միայն որպես աշխատողի, այլ գրեթե որպես ընտանիքի անդամի թույլ տալով, որ նա մեծացնի իր դստերը գալվածքի տարածքում։ Գայանեն մեծացել էր առանձնատան միջանցքներում։ Նա 17 տարեկան մի օրիորդ էր ոսկեգույն վարսերով փայլուն կանաչ աչքերով, որոնք արտացոլում էին յուրահատուկ բանականություն։ Մինչ երեկոյան երանում հաշվապահություն էր սովորում, ցերեկներն անցկացնում էր մորն օգնելով տան մաքրության կարգուկանոնի հարցում։ Նա ուներ սենյակներով անաղմուկ շարժվելու շնորհք մնալով գրեթե անտեսանելի այն կարոր հյուրերի համար, ովքեր այցելում էին առանձնատուն գործնական հանդիպումների համար։ Մարկոս Սարգսյանը Վահանի գլխավոր խորհրդականը, 40 տարեկան մի տղամարդ էր միշտ անթերի հագնված մի ժպիտով, որը ոչ միշտ էր հասնում աչքերին։ Անահիտի մահից հետո նա անփոխարինելի էր դարձել Վահանի համար, ստանձնելով ընկերության գալվածքի վարչական որոշումների մեծ մասը։ Նրա ներկայությունն առանձնատանը մշտական էր, նա ցույց էր տալիս, որ գիտի ընտանեկան բիզնեսի յուրաքանչյուր մանրուք։ Այդ անձրոտ ուրբաթ օրը Գայանեին հանձնարարվել էր կարգի բերել Արելյան թի նկուղը, որտեղ պահվում էին հին իրեր, որոնց տարիներ շարունակ ոչ ոք չէր դիպչել։ Այնտեղ տիրում էր հնացած փայտի չորացած լավանդայի բույրը, այն բնորոշ օծանելիքը, որն օգտագործում էր Անահիտը։ Հին սնդուկների փոշոտ արկղերի մեջ երիտասարդ աղջիկը մեթոդաբար աշխատում էր առանձնացնելով այն, ինչ կարելի էր նվիրաբերել նրանից, ինչը պետք էր պահպանել։ Մահոնի փայտից պատրաստված բարձր պահարանը դասավորելիս նա գտավ մի գաղտնի դարակ, որը գրեթե անտեսանելի էր կահույքի կառուցվածքում։ Դրա ներսում կար մի կնքված ծրար նուրբ կանացի ձեռագրով։ Թուղթը բարձրորակ էր, լավանդայի բույրը դեռ նրբորեն զգացվում էր։ Հետաքրքրասիրությունը հաղթեց զգուշությանը, Գայանեն զգուշորեն բացեց ծրարը։ Դա Անահիտի նամակն էր Վահանին գրված նրա բնորոշ ձեռագրով թվագրված իր մահից մի քանի ամիս առաջ։ Խոսքերը հուզիչ էին մտերմիկ արտահայտելով խորը սեր երախտագիտություն այն կյանքի համար, որ նրանք միասին կառուցել էին։ Կային նա ցուցումներ կարոր բաների մասին, որոնք նա կցանկանար, որ ամուսինն իմանար, ներառյալ որոշ մտահոգություններ բիզնեսի կառավարման այն մարդկանց մասին, ում նա վստահում էր։ Գայանեն հուզվեց նամակում արտահայտված զգացմունքների խորությունից, բայց նա հասկացավ, որ գործ ունի շատ անձնական կարոր մի բանի հետ։ Նա որոշեց, որ պետք է ծրարն անձամբ հանձնի Վահանին հարգելով այն հաղորդագրության գաղտնիությունը, որն Անահիտը թողել էր ամուսնուն։ Մինչ նա զգուշորեն նամակը դնում էր իր գոգնոցի գրբանը, լսեց նկուղի աստիճաններով իջնող քայլերի ձայնը։ Մարկոսը հայտնվեց մուտքի մոտ իր սովորական հպարտ կեցվածքով հետազոտող հայացքով։ Նրա աչքերն արագորեն զննեցին տարածքը, մինչ կանգ առան Գայանեի վրա։ «Ինչ ես անում այստեղ միայնակ, աղջիկս», հարցրեց նա մի տոնով, որը միախառնում էր իշխանություն ու կասկածամտությունը։ «Սա անտեղի հետաքրքրասիրության տեղ չէ»։ Գայանեն զգաց, թե ինչպես է սիրտն արագանում, բայց պահպանեց սառնասրտությունը։ «Կարգի եմ բերում իրերը, ինչպես հանձնարարված էր, պարոն Մարկոս։ Առանձնացնում եմ այն, ինչը կարելի է նվիրաբերել, նրանից, ինչը պետք է պահպանել»։ Մարկոսն ավելի մոտեցավ նկատելով աղջկա վարքագծի փոփոխությունը։ «Հետաքրքիր մի բան գտել ես այստեղ։ Հիշիր, որ այս ընտանիքի բոլոր իրերն արժեքավոր են, պետք է խնամքով վերաբերվել դրանց»։ Նախքան Գայանեն կկարողանար պատասխանել, լսվեցին ամուր քայլեր։
Վահանը հայտնվեց նկուղի մուտքի մոտ ակնհայտորեն զարմացած տեսնելով երկուսին էլ այնտեղ։ Նրա հայացքը տատանվում էր Մարգոսի երիտասարդ աղջկա միջ փորձելով հասկանալ իրավիճակը։ Մարգոս, չգիտեի, որ այստեղ ես։ Իսկ դու, Գայանե, ինչպես է ընթանում գործը, հարցրեց Վահանն իր ցածր հանգիստ ձայնով։ Մարգոսն արագորեն տիրեց իրավիճակին։ Պարոն Վահան, ես եկել էի ստուգելու, թե արդյոք ամեն ինչ պատշաճ է արվում։ Կարող է, որ զգայուն անձնական իրերը ձեռք տան միայն այն մարդիկ, ում մենք լիովին վստահում ենք։ Գայանեն զգաց լարվածությունը կայացրեց մի որոշում, որը կփոխեր իրադարձությունների ընթացքը։ Նա նրբորեն հանեց ծրարը գրպանից դիմեց Վահանին։ Պարոն Վահան, ես սա գտա պահարանի գաղտնի դարակում։ Կարծում եմ սա շատ կարևոր անձնական մի բան է։ Նա մեկնեց ծրարը փոքր ինչ դողացող ձեռքերով։ Վահանն անմիջապես ճանաչեց Անահիտի ձեռագիրը թղթից բխող ծանոթ բույրը։ Նրա ձեռքերը թեթակի դողացին ծրարը վերցնելիս, մի պահ հզոր գործարարը թվաց նույնքան խոցելի, որքան ցանկացած մարդ, ով հենց նոր անսպասելի լուր է ստացել սիրելի էակից։ Մարգոսը հետում էր տեսարանին աջող զայրույթով հասկանալով, որ գործրել է վերահսկողությունը։ Պարոն Վահան, գուցե ավելի լավ լինի այս փաստաթուղթն առանձին ուսումնասիրեք հերու հետաքրքիր հայացքներից։ Բայց Վահանն արդեն բացել էր ծրարը սկսել կարդալ։ Նրա դեմքի գծերը աստիճանաբար մեղմացան, լուր արցունքներ սկսեցին հոսել այտերով։ Նամակը խոսում էր ոչ միայն սիրո, այլ այն մտահոգությունների մասին, որոնք Անահիտը պահել էր իր մեջ փորձելով պաշտպանել ամուսնուն հիասթափություններից իր կյանքի վերջին պահերին։ Գայանե, ասաց Վահանը հուզված ձայնով կարդալն ավարտելուց հետո, դու չես պատկերացնում, թե ինչպիսի նվեր մատուցեցիր ինձ։ Այս նամակը Անահիտն ակնարկել էր, որ կցանկանար ինձ ինչ-որ բաներ ասել, բայց ես երբեք գրավոր ոչինչ չէի գտել։ Երիտասարդ աղջիկը թեթության բավարարվածության զգացում ունեցավ ճիշտ որոշում կայացնելու համար։ Ուրախ եմ, որ գտա մի բան, որն այսքան կարևոր է ձեզ համար։ Մարգոսը լուր էր ակնհայտորեն անհանգստացած իրավիճակից։ Վահանը, դեռ նամակը ձեռքին, մտախոհ նայեց Գայանեին կայացրեց մի որոշում, որը կզարմացներ բոլորին։ Գայանե, ես հավատում եմ, որ դու հատուկ շնորհ ունես կարևոր նուրբ հարցերի հետ վարվելու։ Երկուշաբթի օրվանից ես կցանկանայի, որ դու ստանձնես նոր պարտականություն։ Դու պատասխանատու կլինես ընտանիքի բոլոր անձնական պատմական արխիվների դասավորման թվայնացման համար, որոնք կուտակված են գրադարանի գիծ-շինությունում։ Դա մի աշխատանք է, որը պահանջում է զսպվածություն, բանականություն, հոգատարություն։ Այս առաջարկը նշանակալի փոփոխություն էր աղջկա կյանքում։ Նա կթողներ մաքրության գործերը ստանձնելու համար մի պատասխանատվություն, որը պահանջում էր իր ակադեմիական հմտությունները, կազմակերպչական կարողությունները։ Վարդուհին, ով խոսակցության ժամանակ հասել էր նկուղ, հետում էր տեսարանին հպարտությամբ միաժամանակ անհանգստությամբ։ Մարգոսը կեղծ ժպտաց, բայց նրա աչքերը բացահայտում էին հազիվ զսպված զայրույթը։ Պարոն Վահան, վստահ եք, որ խելամիտ է ընտանեկան կարևոր փաստաթղթերը վստահել մեկին, ով այսքան երիտասարդ է անփորձ։ Վահանը հաստատուն նայեց իր խորհրդականին։ Մարգոս, Գայանեն մեծացել է այս տանը այսօր ցուցաբերեց հիանալի ազնվություն։ Բացի այդ, նա հաշվապահություն է սովորում անշուշտ կունենա աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունները։ Որոշում սկայացված է։ Այդ պահին առանձնատանը նոր դինամիկա հաստատվեց։ Գայանեն իրեն պատվված էր զգում իրեն վստահված հավատի համար, Վարդուհին հպարտանում էր դստեր ձեռքբերումով, Վահանը նոր հեռանկար էր գտնում Անահիտի հիշատակների հետ վարվելու համար, իսկ Մարգոսը սկսում էր ծրագրել, թե ինչպես կարող է վերահսկել իր ազդեցության ոլորտում տեղի ունեցած այս անսպասելի փոփոխությունը։ Հանգստյան օրերն արագ անցան։ Գայանեն անհամբերությամբ սպասում էր իր նոր աշխատանքին, իսկ Վարդուհին օգնում էր նրան պատրաստվել նման պատասխանատու գործին։ Վահանը ժամեր էր անցկացնում Անահիտի նամակը վերընթերցելով գտնելով սփոփանք նա որոշ մտահոգություններ, որոնք կին արտահայտել էր բիզնեսի կառավարման իր մտերիմ շրջապատի որոշ մարդկանց վերաբերյալ։ Երկուշաբթին եկավ պարզ խոստումնալից երկնքով։ Գայանեն ուղղվեց դեպի գրադարանի գիծ-շինությունը մի ընդարձակ տարածք, որը տարիներ շարունակ չէր օգտագործվել, որտեղ կուտակված էին ընտանիքի տասնամյակների փաստաթղթերը, պայմանագրերը, լուսանկարները, նամակագրությունը։ Աշխատանքը հսկայական էր թվում, բայց նա վճռական էր ապացուցելու, որ Վահանը ճիշտ ընտրություն է կատարել։ Գրադարանի այդ հատվածը դարձավ Գայանեի նոր աշխարհը։ Նոր պաշտոնում առաջին շաբաթներն ավելի բարդ հետաքրքիր էին, քան նա պատկերացնում էր։ Տարածքը լի էր բարձր դարակներով, որոնք ծանրաբեռնված էին թղթապանակներով, արկղերով, որոնց տասնամյակներ շարունակ ձեռք չէին տվել։ Բարձր պատուհաններից ներս թափանցող բնական լույսը ստեղծում էր հարմարավետ մթնոլորտ, որն այնքան տարբեր էր այն նկուղից, որտեղ նա կատարել էր իր ճակատագրական բացահայտումը։ Վահան այդտեղ տեղադրել էր մեծ աշխատասեղան, ժամանակակից համակարգիչ թվայնացման համար, բոլոր անհրաժեշտ նյութերը, որպեսզի Գայանեն կարողանա արդյունավետ աշխատել։
Երիտասարդ աղջիկը ցուցաբերում էր կազմակերպչական տպավորիչ կարողություն ստեղծելով տրամաբանական համակարգեր Արծրունի ընտանիքի պատմական փաստաթղթերը կատալոգավորելու արխիվացնելու համար։ Առաջին շաբաթների ընթացքում Գայանեն կենտրոնացավ ամենահին արխիվների վրա փաստաթղթեր, որոնք թվագրվում էին այն ժամանակներով, երբ Վահանի պապը հիմնել էր ընտանեկան առաջին բիզնեսները։ Նա գտավ հին լուսանկարներ, ծննդյան վկայականներ, սեփականության պայմանագրեր, նամակներ, որոնք պատմում էին ընտանիքի հարուստ պատմությունը։ Յուրաքանչյուր բացահայտում նա կիսում էր Վահանի հետ երեկոյան զրույցների ժամանակ, որոնք երկուսն էլ սկսել էին բարձր գնահատել։ Վարդուհին աջող հպարտությամբ էր հետում դստեր կյանքի փոփոխություններին։ Գայանեն ամեն երեկո տուն էր գալիս հետաքրքիր պատմություններով այն փաստաթղթերի մասին, որոնք հայտնաբերել դասավորել էր օրվա ընթացքում։ Աղջիկը ցուցաբերում էր այնպիսի հասունություն պատասխանատվություն, որոնք զարմացնում էին նույնիսկ իր փորձառու մորը։ Մարգոսն իր հերթին պահպանում էր զուսպ, բայց մշտական հսկողություն Գայանեի գործունեության նկատմամբ։ Նա հաճախ էր հայտնվում գրադարանում տարբեր պատրվակներով ստուգելու աշխատանքի ընթացքը։ Նրա այցերը միշտ փոքր-ինչ անհանգստացնում էին աղջկան, քանի որ նա զգում էր, որ Մարգոսն ավելի շատ շահագրգռված է իր գործողությունները վերահսկելով, քան աջակցելով։ Երրորդ շաբաթվա ընթացքում էր, որ Գայանեն սկսեց աշխատել ավելի թարմ արխիվների հետ վերջին 5 տարիների փաստաթղթերով, որոնք ներառում էին բիզնես պայմանագրեր, ֆինանսական հաշվետվություններ, գործնական նամակագրություն։ Հենց այս բաժնի վրա էր Վահանը խնդրել հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ կարևոր բիզնես որոշումների համար նրան անհրաժեշտ էր ամբողջական գույքագրում։ Անցյալ տարվա ֆինանսական փաստաթղթերի արկղը դասավորելիս Գայանեն նկատեց որոշ անհամապատասխանություններ, որոնք գրավեցին նրա ուշադրությունը։ Կային ծախսերի անդորրագրեր, թույլտվություններ, որոնք կարծես չունեին հստակ կամ մանրամասն հիմնավորումներ։ Նրա հաշվապահական գիտելիքները, թե դեռ սկզբնական, թույլ էին տալիս նրան բացահայտել փաստաթղթաշրջանառության կանոնների խախտումներ։ Փաստաթղթերի մի առանձին խումբ հատկապես գրավեց նրա ուշադրությունը։ Դրանք բանկային փոխանցումների թույլտվություններ էին այնպիսի ընկերությունների, որոնք նա չէր կարողանում գտնել ընկերության պաշտոնական գրանցամատյաններում։ Գումարները զգալի էին միշտ վավերացված նույն մարդու կողմից Մարգոս Սարգսյանի։ Ամսաթվերը համընկնում էին այն ժամանակաշրջանների հետ, երբ Վահանը զբաղված էր Անահիտի մահվան հետ կապված անձնական հարցերով։ Գայանեն որոշեց ավելի խորն ուսումնասիրել օգտագործելով համակարգիչը փոխանցումներ ստացող ընկերությունների մասին տեղեկություններ գտնելու համար։ Ի զարմանք նրան, դրանցից շատերը չունեին հանրային հասանելի գրանցումներ կամ ներկայացնում էին հասցեներ, որոնք կարծես թե պարզապես փոստային արկղեր էին։ Իրավիճակն ավելի ու ավելի կասկածելի էր դառնում։ Մի արոտ կեսօր, երբ Գայանեն խնամքով ուսումնասիրում էր պայմանագրերի թղթապանակը, Մարգոսն անսպասելիորեն հայտնվեց գրադարանում։ Նրա վարքագիծն ավելի լարված էր, քան սովորաբար, նա կարծես ինչ-որ կոնկրետ բան էր փնտրում։ Գայանե, ինձ պետք է ստուգել որոշ փաստաթղթեր վաղվա կարևոր հանդիպման համար։ Արդեն դասավորել ես վերջին 2 տարիների ծառայությունների մատուցման պայմանագրերը, հարցրեց նա շարժվելով տարածքում կասկածելի ինքնավստահությամբ։ Հենց հիմա այդ բաժնի վրա եմ աշխատում, պարոն Մարգոս։ Կարող եմ օգնել ձեզ գտնել որե կոնկրետ բան, պատասխանեց Գայանեն փորձելով պահպանել պրոֆեսիոնալ տոնը չնայած զգացվող անհանգստությանը։ Մարգոսը մոտեցավ սեղանին, որտեղ նա աշխատում էր, նրա աչքերն արագորեն սահեցին սփռված փաստաթղթերի վրայով։ Գայանեն նկատեց, որ նա հատկապես հետաքրքրված էր այն թղթապանակով, որը պարունակում էր կասկածելի փոխանցումների թույլտվությունները։ Իրականում ես մի քանի փաստաթուղթ հետս կտանեմ ավելի հանգիստ ուսումնասիրելու համար։ Վահանն ինձ լիակատար լիազորություն է տվել բիզնեսի համար անհրաժեշտ ցանկացած արխիվից օգտվելու համար։ Մարգոսը ձեռքը մեկնեց դեպի այն թղթապանակը, որը Գայանեն ուսումնասիրում էր։ Աղջիկը մի պահ վարանեց։ Նրա ներքին ձայնը ասում էր, որ պետք է պաշտպանի այդ փաստաթղթերը, մինչ կարողանա խոսել Վահանի հետ իր բացահայտումների մասին։ Պարոն Մարգոս, կարծում եմ ավելի լավ կլինի ես ավարտեմ սրանց կատալոգավորումը, նախքան դրանք հանձնելը։ Պարոն Վահանը շատ հստակ էր կարգուկանոնը պահպանելու հարցում։ Մարգոսի աչքերը փոքր-ինչ նեղացան բացահայտելով զայրույթը, որը նա փորձում էր զսպել։ Գայանե, դու պետք է հասկանաս քո տեղն այստեղ։ Ես տարիներ շարունակ աշխատում եմ ուղղակիորեն Վահանի հետ լիակատար իշխանություն ունեմ ընտանեկան բիզնեսի բոլոր հարցերում։ Ես մի անփորձ աղջկա թույլտվության գարիքը չունեմ ընկերության փաստաթղթերին հասնելու համար։ Լարվածությունն օդում զգալի էր։ Գայանեն զգում էր սրտի արագ բաբախյունը, բայց նրա վճռականությունն ավելի ուժեղ էր, քան վախը։ Հասկանում եմ ձեր դիրքը, պարոն Մարգոս, բայց պարոն Վահանն ինձ հատուկ հրահանգել է բոլոր փաստաթղթերը պահել դասավորված կատալոգավորված նախքան որե տեղաշարժ։ Մարգոսը մի քայլ առաջ եկավ իր ճնշող ներկայությամբ լցնելով տարածքը։ Դու շատ լուրջ սխալ ես թույլ տալիս, աղջիկս։
Դու գասկածի տակ ես դնում իմ հեղինակությունը, միջամտում ես հարցերին, որոնք չես հասկանում։ Սա կարող է լուրջ հետանքներ ունենալ քո մորթ համար։ Նախքան իրավիճակն ավելի կսրվեր, լսվեցին մոտեցող քայլեր։ Վահանը մտավ գրադարան իր տպավորիչ ներկայությամբ, անմիջապես նկատելով Մարկոսի Գայանեի միջ եղած լարվածությունը։ Մարկոս, չէի սպասում քեզ այստեղ տեսնել։ Կա։ Որ է հրատապ հարց, որն իմ ուշադրության գարիքն ունի, հարցրեց Վահանը հայացքը տեղափոխելով իր խորհրդականի երիտասարդ աղջկա միջ։ Մարկոսն արագորեն ուղղեց կեցվածքը գեղձ ժպտաց։ Վահան, ես պարզապես ստուգում էի արխիվների դասավորման ընթացքը։ Ուզում էի համոզվել, որ Գայանեն կարողանում է պատշաճ կերպով գլուխ հանել բիզնես փաստաթղթերի բարդությունից։ Վահանը նայեց Գայանեին նկատելով, որ նա փոքր ինչ հուզված է։ Իսկ ինչպես է քո աշխատանքը, Գայանե։ Դժվարությունների հանդիպում ես։ Աղջիկը քաջ որոշում կայացրեց։ Պարոն Վահան, իրականում ես կցանկանայի ձեզ հետ խոսել որոշ հարցերի մասին, որոնք գտել եմ աշխատանքի ընթացքում։ Հնարավոր է առանձին զրուցենք։ Մարկոսն արագ միջամտեց։ Վահան, վստահ եմ, որ ցանկացած հարց, որ Գայանեն գտել է, կարող եմ պարզաբանել ես։ Ի վերջո, ես գիտեմ բիզնեսի բոլոր մանրամասները, կարող եմ բացատրել ցանկացած փաստաթուղթ, որը կարող է բարդ թվալ անփորձ մեկի համար։ Վահանը զգաց լարված դինամիկան, որոշում կայացրեց։ Մարկոս, շնորհակալ եմ պատրաստակամության համար, բայց ես կցանկանայի հենց Գայանեից լսել, թե ինչ է նա բացահայտել։ Ի վերջո, նա կարևոր աշխատանք է անում, կարող է արժեքավոր դիտարկումներ ունենալ։ Մարկոսի անհանգստությունն ակնհայտ էր, բայց նա չէր կարող ուղղակիորեն վիճարկել Վահանի որոշումը։ Իհարկե, Վահան, ես հասանելի կլինեմ, եթե լրացուցիչ պարզաբանման կարիք լինի։ Նա դուրս եկավ սենյակից ամուր քայլերով, բայց նրա զայրույթը զգալի էր։ Մարկոսի հեռանալուց հետո Վահանը նստեց Գայանեի աշխատասեղանի մոտ գտնվող աթոռին։ Կարող ես պատմել, թե ինչ ես գտել։ Զգում եմ, որ կա մի կարևոր բան, որով ուզում ես կիսվել։ Գայանեն խորը շունչ քաշեց, հավաքելով մտքերը։ Պարոն Վահան, ֆինանսական փաստաթղթերի կատալոգավորման ժամանակ ես գտա որոշ անհամապատասխանություններ, որոնք գրավեցին իմ ուշադրությունը։ Կան փոխանցումների մի քանի թույլտվություններ այնպիսի ընկերությունների, որոնց ես չկարողացա գտնել ընկերության պաշտոնական գրանցամատյաններում։ Նա ցույց տվեց խնամքով դասավորված փաստաթղթերը, բացատրելով յուրաքանչյուր անհամապատասխանություն, որը նկատել էր։ Վահանն ուսումնասիրում էր յուրաքանչյուր թուղթ աճող ուշադրությամբ, նրա դեմքն ավելի ու ավելի լուրջ էր դառնում։ Այս ընկերությունները, որոնք ստացել են փոխանցումները, շարունակեց Գայանեն, կարծես չունեն վստահելի հանրային գրանցումներ։ Եվ բոլոր թույլտվությունները ստորագրվել են պարոն Մարկոսի կողմից անցյալ տարվա որոշակի ժամանակահատվածներում։ Վահանը մի քանի րոպե լուր ուսումնասիրեց փաստաթղթերը։ Նրա բիզնես փորձը թույլ էր տալիս արագ հասկանալ Գայանեի բացահայտումների հետանքները։ Անհամապատասխանություններն ակնհայտ էին իր գիտելիքներն ունեցող մարդու համար։ Նա սկսեց կասկածի տակ դնել այն ամենը, ինչն ընդունել էր առանց պատշաճ հետաքննության։ Գայանե, դու բացառիկ աշխատանք ես կատարել բացահայտելով այս խախտումները։ Ես պետք է ավելի խորն ուսումնասիրեմ այս հարցերը, նախքան որևէ որոշում կայացնելը։ Վահանը լռեց, խորհելով իրավիճակի մասին։ Առայժմ այս փաստաթղթերը պահիր ապահով տեղում, շարունակիր աշխատանքդ սովորականի պես, բայց եղիր զուսպ մեր բացահայտումների հարցում։ Աղջիկը համաձայնեց, զգալով թեթություն մտահոգությունները կիսելու համար միաժամանակ տագնապ իր բացահայտումների հնարավոր հետանքների պատճառով։ Վահանը վեր կացավ, նրա միտքն արդեն աշխատում էր ստացած տեղեկատվության շուրջ։ Կաս մեկ բան, պարոն Վահան, ասաց Գայանեն վարանելով։ Այն նամակում, որ տիկին Անահիտը թողել էր ձեզ համար, նա նշել էր մտահոգություններ բիզնեսի կառավարման մասին։ Գուցե այս անհամապատասխանությունները հենց այն են, ինչ նա փորձում էր հաղորդել։ Վահանը ձանրակշիռ գլխով արեց։ Դա մի հնարավորություն է, որը չեմ կարող անտեսել։ Անահիտը միշտ սուր բնազդ է ունեցել մարդկանց իրավիճակների հարցում։ Շնորհակալ եմ ազնվության կարողություններիդ համար, Գայանե։ Շարունակիր քո հիանալի աշխատանքը։ Այդ գիշեր Վահանը մինչ ուշ աշխատասենյակում արթուն մնաց, վերընթերցելով Անահիտի նամակը, խորելով Գայանեի բացահայտումների շուրջ։ Բարդ գլուխկոտրուկի գտորները սկսում էին հավաքվել նրա մտքում, բացահայտելով մի պատկեր, որը նա գնախնդրեր չտեսնել։ Իսկ Մարկոսը քաղաքի իր տանն անհանգիստ քայլում էր, ծրագրելով իր հաջորդ քայլը։ Գայանեի միջամտությունը դարձել էր մի խնդիր, որը պետք էր արագ լուծել, նախքան իր գործողությունները լիովին կբացահայտվեին։ Արծրունիների առանձնատունը քնած էր գիշերային մեղմ լուսնի տակ, բայց օրվա բացահայտումները ցանել էին փոփոխության սերմեր, որոնք շուտով պիտի ծաղկեին ավելի ցնցող բացահայտումներով։ Հաջորդ օրերը լցված էին թաքնված լարվածությամբ։ Վահանը որոշել էր գաղտնի հետաքննել Գայանեի հայտնաբերած խախտումները,
միաժամանակ պահպանելով սովորական հարաբերությունները Մարգոսի հետ։ Բիզնես փորձը նրան սովորեցրել էր, որ նուրբ իրավիճակներում շտապողականությունը կարող է անցանկալի հետանքներ ունենալ։ Գայանեն շարունակում էր իր աշխատանքը գրադարանում ավելի մեծ նվիրումով գիտակցելով, որ իր բացահայտումները կարող են նշանակալի ազդեցություն ունենալ։ Նա ստեղծել էր կազմակերպչական մի համակարգ, որը զարմացնում էր նույնիսկ Վահանին յուրաքանչյուր փաստաթուղթ ճշգրիտ կատալոգավորելով ստեղծելով թվային տվյալների բազա։ Վարդուհին նկատում էր, որ դուստրն ավելի մտախոհ է դարձել վերջին օրերին, բայց հարգում էր նրա լռությունը հասկանալով, որ Գայանեն կարևոր պատասխանատվություն է ստանձնել։ Ընտանիքի դինամիկայի փոփոխություն ակնհայտ էր։ Գայանեն առանձնատանը ձեռք էր բերել հարգված դիրք, Վարդուհին հպարտանում էր դստեր հասունությամբ։ Մարգոսը, հասկանալով, որ վախեցնելու իր նախկին մարտավարությունը ձախողվել է, որոշեց այլ մոտեցում ցուցաբերել։ Նա սկսեց կեղծ հետաքրքրություն ցուցաբերել Գայանեի աշխատանքի նկատմամբ, այցելելով գրադարան օգնության առաջարկներով, բարյացակամ խորհուրդներով։ «Գայանե, դու հրաշալի աշխատանք ես կատարում», ասաց Մարգոսն իր այցերից մեկի ժամանակ տոնն այս անգամ ջերմ ու քաչալերող պահելով։ «Վահանն ինձ ասաց, թե որքան տպավորված է քո կազմակերպչական կարողություններով։ Գուցե ես կարողանամ օգնել բացատրելով որոշ ավելի բարդ փաստաթղթեր»։ Աղջիկը մնում էր քաղաքավարի, բայց զգույշ։ «Շնորհակալ եմ առաջարկի համար, պարոն Մարգոս։ Ես կարողանում եմ հասկանալ փաստաթղթերի մեծ մասը, բայց անշուշտ կան տեխնիկական կողմեր, որոնք կարող են պարզաբանման կարիք ունենալ։ Հիանալի է։ Իրականում ես մի հետաքրքիր առաջարկ ունեմ քեզ համար»։ Մարգոսը պատահական նստեց մոտակա աթոռին։ Վահանը ծրագրում է հաջորդ շաբաթ առանձնատան ընդունելություն կազմակերպել։ Դա կարևոր միջոցառում կլինի ազդեցիկ գործարարների ներդրողների մասնակցությամբ։ Նա նշեց, որ կցանկանար, որ դու նույնպես մասնակցես։ Գայանեն զարմացած էր։ «Մասնակցել որպես ոք, պարոն Մարգոս։ Ես նման սոցիալական միջոցառումների փորձ չունեմ։ Հենց դրա համար էլ դա արժեքավոր փորձ կլինի քո մասնագիտական զարգացման համար», պատասխանեց Մարգոսը մի ժպիտով, որը սիրալիր էր թվում։ Վահանը հավատում է, որ դու պետք է սկսես հասկանալ բիզնեսի սոցիալական կողմերը։ Դա հնարավորություն կլինի ծանոթանալու կարևոր մարդկանց հետ, ցույց տալու քո կարողությունները։ Գաղափարը միաժամանակ հուզիչ էր վախեցնող։ Կարևոր գործարարների հետ միջոցառմանը մասնակցելը բոլորովին նոր փորձ էր լինելու շատ տարբեր առանձնատան հետնաբեմում անցկացրած իր համեստ կյանքից։ «Իհարկե, քեզ պատշաճ պատրաստություն է պետք», շարունակեց Մարգոսը։ «Համապատասխան հագուստ, էթիկետի կանոններ այլն»։ Վահանն արդեն թույլատրել է բոլոր անհրաժեշտ ծախսերը։ Վարդուհին նույնպես կարող է օգնել քեզ նախապատրաստական հարցերում։ Այդ կեսօրին, երբ Վահանը քաղաքից վերադարձավ առանձնատուն, Գայանեն մոտեցավ նրան հաստատելու Մարգոսի ասած տեղեկությունը։ «Պարոն Վահան, պարոն Մարգոսն ինձ տեղեկացրեց առանձնատանը սպասվող ընդունելության մասին։ Ճիշտ է, որ դուք կցանկանայիք, որ ես նույնպես մասնակցեի»։ Վահանը մի պահ լռեց, թվալով փոքր ինչ շփոթված։ «Ընդունելություն»։ Մարգոսը հյուրերի մասին մանրամասներ չէր նշել։ «Իրականում մենք կարճ խոսել էինք որոշ գործընկերների հետ հանդիպում կազմակերպելու մասին, բայց մանրամասները դեռ հստակեցված չէին»։ Պատասխանը Գայանեին մի փոքր շփոթեցրեց, բայց նա որոշեց չվիճարկել տարբերությունները։ Գուցե Մարգոսն ավելի առաջ էր անցել պլանավորման հարցում, քան Վահանը տեղյակ էր։ «Դե», ասաց Վահանը խորհելուց հետո, «եթե Մարգոսն առաջարկել է քո մասնակցությունը, ապա դա անշուշտ հետաքրքիր գաղափար է։ Դա արժեքավոր հնարավորություն կլինի քեզ համար ծանոթանալու ընտանեկան բիզնեսի տարբեր կողմերին։ Կարող ենք Վարդուհու հետ խոսել անհրաժեշտ պատրաստությունների մասին»։ Ընթրիքի ժամանակ Վարդուհին հիացած էր դստեր համար բացված հնարավորությամբ։ «Գայանե, սա հրաշալի պատիվ է։ Դու արժանի ես այս հնարավորությանը ցույց տալու քո կարողությունները կարևոր մարդկանց առջ»։ Հաջորդ օրերին ընդունելության նախապատրաստությունները սկսվեցին։ Մարգոսը ստանձնեց կազմակերպչական հարցերը վարձելով քեյթրինգային ծառայություններ, զբաղվելով սրահների ձևավորմամբ միջոցառման մանրուքներով։ Նրա կազմակերպչական արդյունավետությունը տպավորիչ էր։ Վահանը սկսեց հանգստանալ վստահելով, որ իր խորհրդական ամեն ինչի մասին պատշաճ հոգ է տանում։ Գայանեին տարան երան առիթին համապատասխան զգեստ ընտրելու համար։ Վարդուհին ուղեկցում էր նրան, երկուսն էլ իրենց հեքիաթում էին զգում շրջելով այնպիսի նրբագեղ խանութներով, որտեղ նախկինում երբեք չէին եղել։ Նրանք ընտրեցին մի նրբագեղ մուգ կապույտ զեստ, նուրբ կոշիկներ համեստ, բայց նրբաճաշակ զարդեր։ «Դու հրաշալի տեսք ես ունենալու, աղջիկս», ասաց Վարդուհին հետելով, թե ինչպես է դուստրը փորձում զգեստը։ «Հայրդ շատ կհպարտանար, եթե կարողանար քեզ հիմա տեսնել»։ Գայանեն հուզվեց լսելով հոր մասին, ում գործրել էր դեռ երեխա ժամանակ։ Վարդուհին հազվադեպ էր խոսում ամուսնու մասին, բայց նման հատուկ պահերին նրա ներկայությունն ավելի մոտ էր թվում։
Մարկոսը նա հոգացել էր պրոֆեսիոնալ վարսահարթարի դիմահարթարի մասին, ովքեր պետք է գային առանձնատուն ընդունելության օրը Գայանեին պատշաճ կերպով պատրաստելու համար։ Բոլոր մանրուքները հոգացված էին կատարելապես ստեղծելով սպասումի տոնականության մթնոլորտ։ Վահանը հետում էր պատրաստություններին գոհունակությամբ տեսնելով, թե ինչպես է Գայանեն զարգանում ինքնավստահություն ձեռք բերում։ Նա որոշել էր, որ միջոցառումից հետո կխոսի նրա հետ պարտականությունների ընդլայնման գուցե հաշվապահության կամ կառավարման բնագավառում նրա բարձրագույն կրթությունը ֆինանսավորելու մասին։ Այգում երեկոյան զրույցի ժամանակ Վահանը կիսվեց իր մտքերով Գայանեի հետ։ Դու ցուցաբերել ես բացառիկ հասունություն կարողություններ։ Ես մտածում եմ ընկերության կառավարման մեջ քեզ համար մշտական հաստիկ ստեղծելու մասին, որը լիովին կօգտագործի քո հմտությունները։ Կայուն մասնագիտական ապագայի հեռանկարը խորապես հուզեց Գայանեին։ Դա ավելին էր, քան նա երբե երազել էր, երբ դեռ առանձնատան միջանցքներում լուր օգնական էր։ Մինչդեռ Մարգոսն ավարտում էր միջոցառման այլ կողմերը, որոնցով չէր կիսվել Վահանի կամ Գայանեի հետ։ Նա գաղտնի կապ էր հաստատել որոշ մատակարարների ժամանակավոր անձնագազմի հետ, ովքեր աշխատելու էին ընդունելության ժամանակ տալով հատուկ հրահանգներ, որոնք կապահովեին, որ երեկոն ընթանա հենց այնպես, ինչպես ինքն էր ծրագրել։ Ալենը մի երիտասարդ մատուցող, ով վարձվել էր միջոցառման համար, քաղաքում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ Մարկոսից ստացավ հատուկ հրահանգներ։ Սա բարձ, բայց ինձ համար շատ կարևոր աշխատանք է, բացատրեց Մարկոսը։ Միջոցառման ժամանակ դու կհետես իմ կոնկրետ ցուցումներին, դրա դիմաց, բացի սովորական վճարից, կստանաս զգալի հավելավճար։ Ալենը, ունենալով լրացուցիչ գումարի խիստ կարիք, համաձայնեց առանց հարցեր տալու այն հրահանգների մասին, որոնք պետք է ստանար հետագայում։ Մարկոսը խնամքով ընտրել էր մեկին, ով ֆինանսական ծանր վիճակում էր երաշխավորելով նրա համագործակցությունը։ Այն զարդերը, որոնք պետք է օգտագործվեին դավադրության մեջ, նույնպես պատրաստ էին։ Մարկոսը կապ էր հաստատել իր ծանոթ Օֆելիայի հետ, ով ուներ զարդերի տպավորիչ հավաքածու բացատրելով, որ իրեն անհրաժեշտ են որոշ նմուշներ կարևոր սոցիալական միջոցառման համար։ Նա տրամադրել էր մի առանձնահատուկ թանկարժեք ադամանդե վզնոց հավատալով, որ այն կօգտագործվի կարևոր հյուրերին տպավորելու համար։ Ընդունելության նախորդ առավոտյան ամեն ինչ կատարյալ կազմակերպված էր թվում։ Առանձնատան սրահները նրբագեղորեն զարդարված էին, թարմ ծաղիկները ժամանակին բերվեցին, իսկ քեյթրինգի ծառայությունը պատրաստ էր մատուցելու նրբաճաշակ մենյուն։ Գայանեն առավոտն անցկացրեց գրադարանում, փորձելով կենտրոնանալ աշխատանքի վրա չնայած մոտեցող երեկոյի հետ կապված աջող անհանգստությանը։ Վարդուհին ցնծության մեջ էր օգնելով վերջին մանրուքների հարցում խորհուրդներ տալով, թե ինչպես պետք է դրսորել իրեն միջոցառման ժամանակ։ Վահանը վերանայեց հյուրերի ցուցակը, որը պատրաստել էր Մարկոսը ճանաչելով տեղական գործարար աշխարհի կարևոր անուններ։ Դա իրոք արժեքավոր հնարավորություն էր լինելու ամրապնդելու գործնական կապերը Գայանեին ներկայացնելու ազդեցիկ մարդկանց։ Մարկոսը վերջին անգամ ստուգեց իր շարժման մեջ դրած բոլոր տարրերը։ Նրա ծրագրի յուրաքանչյուր կտոր իր տեղում էր։ Նա աջող վստահություն էր զգում, որ այս երեկոն վերջնականապես կլուծի այն խնդիրը, որն իր համար դարձել էր Գայանեն։ Արը սկսեց մայր մտնել լեռների հետում երկինքը ներգելով ոսկեգույն երանգներով, որոնք արտացոլվում էին առանձնատան պատուհաններին։ Մի քանի ժամից կժամանեին առաջին հյուրերը, այն գիշերը, որը պիտի ընդմիշտ փոխեր մի քանի մարդկանց ճակատագիրը, վերջապես կսկսվեր։ Գայանեն նայեց իրեն սենյակի հայելու մեջ տեսնելով մի նրբագեղ ինքնավստահ օրիորդի, ում հազիվ էր ճանաչում։ Նրա սրտում երախտագիտություն կար Վահանի նկատմամբ, ով հավատացել էր իրեն, սպասում իր կյանքում բացվող նոր հնարավորությունների հանդեպ։ Նա չէր կարող պատկերացնել, որ մոտեցող գիշերը փորձության կենթարկեր իր ուժն ու բնավորությունն այնպիսի ձեռով, որոնք նա երբեք չէր կանխատեսել։ Ընդունելության երեկոն եկավ այնպիսի նրբագեղությամբ, որը լիովին փոխեց արծրունիների առանձնատան մթնոլորտը։ Գլխավոր սրահները զարդարված էին սպիտակ ոսկեգույն ծաղիկներով, ստեղծելով մի շքեղ միջավայր, որը կատարելապես լրացնում էր կալվածքի դասական ճարտարապետությունը։ Մեղմ լույսերն ընդգծում էին հին կահույքի զարդանախշերը, իսկ հասմիկի նուրբ բույրը տարածված էր օդում։ Գայանեն իջավ գլխավոր աստիճաններով այնպիսի բնական նրբագեղությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Մուգ կապույտ զգեստն ընդգծում էր նրա կանաչ աչքերը, իսկ պրոֆեսիոնալ վարսահարթարի ստեղծած նուրբ սանրվածքը նրան դարձնում էր ավելի հասուն ինքնավստահ։ Վարդուհին հպարտության արցունքներով էր հետում դստերը տեսնելով ամաչկոտ աղջկա կերպարանափոխությունը նրբագիր օրիորդի։ Վահանը սպասում էր նախասրահում անթերի հագնված սմոքինգով, որն ընդգծում էր նրա տպավորիչ ներկայությունը։ Տեսնելով աստիճաններով իջնող Գայանեին նրա դեմքը պայծառացավ հավանության հպարտության անգեղծ ժպիտով։ Գայանե, դու պարզապես հիասքանչ տեսք ունես, ասաց նա առաջարկելով իր նրան գլխավոր սրահ ուղեկցելու համար։ Այս գիշերը նոր գլուխ է բացում քո կյանքում, ես վստահ եմ, որ դու բացառիկ տպավորություն կթողնես։ Առաջին հյուրերը սկսեցին ժամանել ճիշտ ժամը 8-ին։
Հայտնի գործարարներ, ազդեցիկ ներդրողներ տարածաշրջանի տնտեսական ոլորտի կարևոր անձինք ընդունվեցին Արծրունի ընտանիքին բնորոշ հյուրընկալությամբ։ Մարգոսը շրջում էր խմբերի միջ իր բնական սոցիալական հմտությամբ ներկայացնելով մարդկանց հեշտացնելով զրույցները, որոնք կարող էին հանգեցնել ապագա գործընկերության։ Օֆելիան ժամանեց այն ադամանդե վզնոցով, որը փոխ էր տվել Մարգոսին։ Դա մի շլացուցիչ զարդ էր, որն անմիջապես գրավեց հիացական հայացքները։ Նա 40 անց նրբագեղ կին էր կարևոր գործարարի կին, նրա ներկայությունը հեղինակություն էր հաղորդում միջոցառմանը։ Վահան, հաճելի է նորից այստեղ լինել, ասաց նա ողջույնի ժամանակ։ Քո առանձնատունը միշտ կազմակերպում է տարածաշրջանի ամենահիշարժան միջոցառումները։ Հաճույքը մերն է, Օֆելիա։ Հուսով եմ կծանոթանաս մեր երիտասարդ հովանավորյալի Գայանեի հետ։ Նա մեր ընտանիքի համար արժեքավոր ձեռքբերում է դարձել։ Վահանը ներկայացրեց Գայանեին ակնհայտ հպարտությամբ։ Գայանեն ողջունեց Օֆելիային այն դաստիարակությամբ, որը Վարդուհին էր սովորեցրել նրան սկզբում իրեն կաշկանդված զգալով, բայց աստիճանաբար ինքնավստահություն ձեռք բերելով, երբ զրույցները բնականon հունով ընթացան։ Նա հասկացավ, որ հեշտությամբ կարողանում է լսել հյուրերի փորձը խելացի հարցեր տալ նրանց բիզնեսի մասին։ Մարգոսը գաղտնի հետում էր Գայանեի շփումներին սպասելով համապատասխան պահին իր ծրագիրն իրականացնելու համար։ Ալենը նախապես հրահանգավորված մատուցողը, շրջում էր հյուրերի միջ մատուցելով խմիչքներ սպասելով պայմանավորված նշանին։ Միջոցառման առաջին ժամվա ընթացքում ամեն ինչ կատարյալ էր ընթանում։ Գայանեն ծանոթացավ Պետրոսի հետ մի երիտասարդ գործարարի, ով ընդլայնում էր իր բիզնեսը տարածաշրջանում, նրանք հետաքրքիր զրույց ունեցան տեղական տնտեսական հնարավորությունների մասին։ Նրան ներկայացրեցին նա անին մի հարգված փաստաբանի, ով արժեքավոր խորհուրդներ տվեց բարձրագույն կրթության կարիերայի զարգացման վերաբերյալ։ Դու քո տարիքի համար տպավորիչ հասունություն ունես, նշեց անին։ Վահանը ճիշտ է անում ներդրում կատարելով քո զարգացման մեջ։ Պատշաճ կրթությամբ դու կարող ես փայլուն ապագա ունենալ բիզնեսում։ Այս գովասանքներն ամրապնդում էին Գայանեի ինքնավստահությունը Վահանի համար հաստատում, որ նրան միջոցառմանը ներգրավելու որոշումը ճիշտ էր։ Նա գոհունակությամբ էր հետում, թե ինչպես է աղջիկը բնականորեն հարմարվում սոցիալական նուրբ միջավայրին։ Ժամը մոտավորապես 9:30-ին, երբ միջոցառումն իր գագաթնագետին էր, Մարգոսը որոշեց, որ ժամանակն է գործի անցնելու։ Նա գաղտնի նշան տվեց Ալենին, ով գինու բաժակների սկուտեղով մոտեցավ Գայանեին։ Թույլ տվեք խմիչք առաջարկել օրիորդ, ասաց Ալենը քաղաքավարի ժպիտով ռազմավարական դիրք ընդունելով Գայանեի գողքին։ Այն պահին, երբ նա շրջվեց բաժակը վերցնելու համար, Ալենը կատարեց նախապես փորձված մի շարժում, ինչի հետանքով գինու մի մասը թափվեց Գայանեի զգեստի վրա։ Կարմիր բծերը տարածվեցին մուգ կապույտ կտորի վրա ստեղծելով անհարմար իրավիճակ շքեղ սրահի մեջտեղում։ Օ, Աստված իմ, շատ եմ ցավում, օրիորդ։ Սարսափելի պատահար էր, բացականչեց Ալենը ցուցադրելով ակնհայտորեն անգեղծ մտահոգություն։ Գայանեն սկզբում ցնցված էր, բայց արագորեն հավաքվեց։ Մի անհանգստացեք, պատահարներ լինում են։ Մոտակա մի քանի հյուրեր ականատես եղան միջադեպին։ Մարգոսն անմիջապես մոտեցավ օգնություն առաջարկելու համար։ Գայանե, ինչպիսի։ Անհաջող իրավիճակ։ Մենք անմիջապես միջոցներ կձեռնարկենք, որպեսզի դու կարողանաս մաքրվել փոխել զգեստ։ Ես կարող եմ օգնել, առաջարկեց Վարդուհին, ով հեռվից տեսել էր ամեն ինչ արագորեն մոտենում էր։ Մի անհանգստացիր, Վարդուհի, միջամտեց Մարգոսը։ Ես անձամբ կապահովեմ, որ Գայանեն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Երկրորդ հարկի հյուրասենյակում կան համապատասխան հագուստներ։ Մաքրվելու զգեստը փոխելու ընթացքում Ալենին հաջողվեց կատարել իր հրահանգների երկրորդ մասը։ Մինչ նա օգնում էր Գայանեին մաքրել գինին, նա գաղտնի սահեցրեց Օֆելիայի ադամանդե վզնոցը աղջկա փոքրիկ պայուսակի մեջ։ Վզնոցը ժամանակավորապես հանվել էր Օֆելիայի կողմից ընթրիքի ժամանակ թողնվել կողմնագի սեղանի վրա։ Մի պահ, որը Մարգոսը կանխատեսել հաղորդել էր Ալենին։ Շարժումը կատարվեց այնպիսի հմտությամբ, որը վկայում էր խնամքով պլանավորված լինելու մասին։ Գայանեն սրահ վերադարձավ 20 րոպե անց հագած մի փոխարված զգեստ, որը թե նրբագեղ էր, բայց կատարելապես չէր համապատասխանում նրա մարմնին։ Նա իրեն մի փոքր անհարմար էր զգում, բայց վճռական էր թույլ չտալու, որ միջադեպը փչացնի երեգոն։ Վահանն անմիջապես մոտեցավ նրան։ Գայանե, ցավում եմ պատահածի համար։ Հուսով եմ լավ ես զգում։ Լավ եմ, պարոն Վահան։ Դա պարզապես անհաջող պատահար էր, բայց ոչ մի անլուծելի բան։ Նրա պատասխանը ցույց էր տալիս այն հասունությունն ու սառնասրտությունը, որոնք նա սովորել էր գնահատել աղջկա մեջ։ Միջոցառումը շարունակվեց սովորականի պես 1 ժամ։ Գայանեն վերսկսեց զրույցները հյուրերի հետ, շատերը գովեցին նրա անհարմար իրավիճակից նրբագեղորեն դուրս գալու կարողությունը։ Պետրոսը նշեց, որ նրա արձագանքը ցույց տվեց այն վեհությունն ու դաստիարակությունը, որոնց մասին նշել էր Վահանը։
Ժամը 11-ին էր, որ Օֆելիան հայտնաբերեց վզնոցի անհետացումը։ Նա վերադարձել էր այն սեղանի մոտ, որտեղ թողել էր այն, ակնհայտորեն տագնապեց չգտնելով զարդը։ Մարգոս, քո օգնության գարիքն ունեմ, ասաց նա ցածրաձայն մոտենալով նրան ակնհայտ անհանգստությամբ։ Իմ ադամանդե վզնոցն անհետացել է։ Այն շատ թանկարժեք է իմ ընտանիքի համար կարևոր հուշային արժեք ունի։ Մարգոսն անմիջապես զարմանք մտահոգություն ցուցաբերեց։ Օֆելիա, ինչպիսի սարսափելի իրավիճակ։ Երբ ես այն վերջին անգամ տեսել։ Թողեցի այս սեղանի վրա ընթրիքի ժամանակ մոտ 1 ժամ առաջ։ Վստահ եմ, որ այստեղ էր։ Մարգոսն անմիջապես տեղեկացրեց Վահանին իրավիճակի մասին, երկուսն էլ համաձայնեցին, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել վզնոցը գտնելու համար։ Այն միտքը, որ նման թանկարժեք իրը կարող էր կորչել իր տանը կազմակերպված միջոցառման ժամանակ, խորապես անհանգստացնող էր Վահանի համար։ Կարծում եմ պետք է զգուշորեն խնդրենք ներկաներին ստուգել, թե արդյոք վզնոցը պատահաբար չի հայտնվել իրենց իրերի մեջ, առաջարկեց Մարկոսը։ Հնարավոր է այն ընկել է որե պայուսագի կամ գրպանի մեջ առանց մարդու նկատելու։ Վահանը համաձայնեց այս մոտեցմանը, Մարգոսը ստանձնեց հյուրերին իրավիճակը հայտնելու պատասխանատվությունը։ Նա խնամքով բացատրեց, որ թանկարժեք իր է կորել, խնդրեց բոլորի համագործակցությունը այն գտնելու հարցում։ Միջոցառման մթնոլորտը նրբորեն փոխվեց, երբ հյուրերը սկսեցին ստուգել իրենց իրերը։ Բոլորը ըմբռնումով համագործակցությամբ մոտեցան հասկանալով, որ նման իրավիճակներ կարող են պատահել ցանկացած սոցիալական միջոցառման ժամանակ։ Գայանեն առանց վարանելու բացեց իր փոքրիկ պայուսակը ցանկանալով ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է։ Նրա վստահությունն իր սեփական ազնվության նկատմամբ բացարձակ էր, նա ոչ մի խնդիր չէր կանխատեսում։ Բայց նա կատարյալ ցնցում ապրեց, երբ տեսավ իր պայուսակի մեջ փայլող ադամանդե վզնոցը։ Մի պահ նա լիովին քարացավ չկարողանալով հասկանալ, թե ինչպես է այդ առարկան հայտնվել այնտեղ։ Ես չեմ հասկանում, շշնջաց նա, ձայնը դողում էր շփոթմունքից տագնապից։ Օֆելիան անմիջապես ճանաչեց իր զարդը։ Սա իմ վզնոցն է։ Ինչպես է այն հայտնվել քո պայուսակում։ Սրահի բոլոր հայացքները ուղղվեցին դեպի Գայանեն, ով զգում էր, թե ինչպես է աշխարհը փլվում իր շուրջը։ Մեղադրանքն ակնհայտ էր, իսկ նա բացատրություն չուներ։ Վահանը հետում էր տեսարանին ցնցված հիասթափված արտահայտությամբ, ինչն ավելի խորն էր ցավեցնում Գայանեի սիրտը, քան ցանկացած ուղղակի մեղադրանք։ Մարգոսը տիրեց իրավիճակին այնպիսի արդյունավետությամբ, որը թվաց անգեղծորեն մտահոգված բոլոր կողմերի բարօրությամբ։ Սա շատ նուրբ իրավիճակ է, ասաց նա։ Մենք պետք է սրան պատշաճ արդար կերպով մոտենանք բոլոր ներգրավվածների համար։ Գայանեն փորձեց բացատրել, բայց նրա խոսքերը շփոթված էին ու հուսահատ։ Ես չգիտեմ, թե սա ինչպես է հայտնվել իմ պայուսակում։ Ես ոչ մեկից վզնոց չեմ վերցրել։ Խնդրում եմ, դուք պետք է հավատաք ինձ։ Վարդուհին արագորեն մոտեցավ իր գիրկն առնելով դստերը կատաղի պաշտպանողականությամբ։ Իմ դուստրը գող չէ։ Այստեղ ինչ որ սարսափելի թյուրիմացություն կա։ Վահանը տատանվում էր Գայանեի նկատմամբ ունեցած վստահության իր աչքերի առաջ եղած անհերքելի ապացույցի մեջ։ Իրավիճակն այն ամենից վեր էր, ինչին նա երբե բախվել էր, նա պայքարում էր պատշաճ պատասխան գտնելու համար։ Մարկոսը զգուշորեն առաջարկեց, որ գուցե ավելի լավ լինի ներգրավել իշխանություններին ապահովելու համար իրավիճակի պատշաճ պաշտոնական լուծումը։ Վահան, գիտեմ, որ դժվար է, բայց մենք պետք է պաշտպանենք բոլորի շահերը, ներառյալ Գայանեինը։ Ոստիկանություն կանչելու առաջարկն ընդունվեց Օֆելիայի կողմից, ով ուզում էր, որ իր սեփականությունը պաշտպանված լինի, իսկ իրավիճակը պաշտոնապես լուծված։ Վահանը, թե դժկամությամբ, համաձայնեց, որ դա ամենաարդար մոտեցումն է։ Խառնաշփոթի մեղադրանքների մեջ Գայանեն զգաց, թե ինչպես է իր կյանքը կործանվում։ Այն վստահությունը, որ Վահանը տածել էր իր նկատմամբ, խոստումնալից ապագան ամեն ինչ կարծես ցնդում էր մի գիշերվա մեջ, որը պետք է լիներ տոնակատարության աճի երեկո։ Ոստիկանությունը ժամանեց 1 ժամվա ընթացքում, Գայանեն դուրս բերվեց առանձնատանից այն մարդկանց դատապարտող հայացքների ներքո, ովքեր րոպեներ առաջ գովում էին նրան։ Վարդուհին լաց էր լինում, երբ դստերը տանում էին, իսկ Վահանը հետում էր տեսարանին սրտի այնպիսի ցավով, որը հավասար էր Անահիտին գործնելու ժամանակ զգացած ցավին։ Մարգոսը գաղտնի հետում էր պատշգամբից գոհ լինելով, որ իր ծրագիրը կատարելապես աշխատել է։ Գայանեի հարցը լուծված էր, նա կարող էր շարունակել իր գործողությունները առանց այն անցանկալի միջամտության, որ դարձել էր աղջիկը։ Արձրունիների առանձնատունը շնչում էր ծանր լռությամբ այն բանից հետո, երբ վերջին հյուրերը հեռացան։ Վահանը մնացել էր իր աշխատասենյակում չկարողանալով խաղաղություն կամ հանգիստ գտնել գիշերվա ցնցող իրադարձություններից հետո։ Ոստիկանների կողմից տարվող Գայանեի պատկերը, վարդուհու հուսահատ արցունքները, այն երիտասարդ աղջկա դեմքի դավաճանության ու շփոթմունքի արտահայտությունը, ում նա այդքան վստահել էր, անընդհատ կրկնվում էին նրա մտքում։
Մարգոսը հեռացել էր իշխանությունների հետ կապված գործողությունները համակարգելուց հետո ցավակցություն հայտնելով անհաջող իրավիճակի համար առաջարկելով իր լիակատար աջակցությունը հարցը լավագույնս լուծելու համար։ Նրա վարքագիծը ճգնաժամի ժամանակ թվացել էր օրինագելի ցուցադրելով անկեղծ մտահոգություն բոլոր ներգրավվածների համար։ Վարդուհին ժամեր էր անցկացրել իր սենյակում լաց լինելով տատանվելով դստեր վիճակի համար զգացած հուսահատության Գայանեի անմեղության նկատմամբ ունեցած անսասան հավատի մեջ։ Նա ճանաչում էր իր դստերն ավելի լավ, քան աշխարհում որևէ մեկը, գիտեր, որ նա երբեք անազնիվ արարք չէր կատարի անկախ հանգամանքներից։ Վահանը քայլում էր առանձնատան լուր միջանցքներով պայքարելով հակասական զգացմունքների հետ, որոնք տանջում էին նրան։ Մի կողմից Գայանեի դեմ ապացույցներն անհերքելի էին թվում վզնոցը գտնվել էր նրա պայուսակում բազմաթիվ վկաների ներկայությամբ։ Մյուս կողմից աղջկա մասին նրա անձնական գիտելիքները, նրա ցուցաբերած ազնվությունը Անահիտի նամակի նախազգուշական խոսքերը ստեղծում էին տագնապալի կասկածներ։ Այն սրահով անցնելիս, որտեղ տեղի էր ունեցել ընդունելությունը, Վահանը հիշեց մի կարևոր բան։ Անահիտը, միշտ մտահոգված լինելով ընտանիքի անվտանգությամբ, մի քանի տարի առաջ պնդել էր առանձնատան տարբեր հատվածներում գաղտնի տեսահսկման խցիկներ տեղադրել։ Համակարգն այնքան լավ էր ներառված դեգորի մեջ, որ նույնիսկ ինքը երբեմն մոռանում էր դրա գոյության մասին։ Հանկարծակի հրատապությամբ Վահանն ուղղվեց դեպի նկուղին գից փոքրիկ տեխնիկական սենյակը, որտեղ գտնվում էր մոնիտորինգի համակարգը։ Դա մի սենյակ էր, որտեղ նա հազվադեպ էր լինում թողնելով դրա սպասարկումը մասնագետներին, ովքեր պարբերաբար գալիս էին ստուգումների համար։ Սարքավորումն ավելի բարդ էր, քան նա պատկերացնում էր բազմաթիվ էկրաններով կառավարման վահանակներով։ Մի քանի րոպե փորձարկումներից հետո նրան հաջողվեց մուտք գործել նախորդ գիշերվա ձայնագրություններին սկսելով այն պահերից, որոնք նախորդել էին վզնոցի անհետացմանը։ Առաջին պատկերները ցույց էին տալիս հենց այն, ինչին ինքն անձամբ ականատես էր եղել։ Նրբագեղ հագնված հյուրերը զրուցում էին սրահներում, քեյթրինգի ծառայությունն արդյունավետ աշխատում էր, իսկ Գայանեն շրջում էր այն շնորհքով դաստիարակությամբ, որն ինքը նկատել էր ամբողջ երեկոյի ընթացքում։ Վահանն առաջ տվեց ձայնագրությունը մինչ գինու հետ կապված միջադեպի պահը։ Պատկերներում նա հստակ տեսնում էր Ալենին, որը սկուտեղով մոտենում էր Գայանեին։ Խցիկի անկյունը թույլ էր տալիս կատարյալ տեսնել նրանց միջ եղած փոխազդեցությունը։ Հենց այդ ժամանակ նա նկատեց մի բան, որը վրիպել էր իր ուշադրությունից բուն միջոցառման ժամանակ։ Նախքան գինին թափելը, Ալենը կատարել էր գրեթե անկատելի դադար շտկելով իր դիրքն այնպես, որը կանխամտածված էր թվում։ Շարժումը նուրբ էր, բայց պատկերները խնամքով վերլուծող մեկի համար ակնհայտ էր, որ պատահարը միտումնավոր էր։ Վահանը զգաց կասկածի առաջին նշույլը, բայց շարունակեց վերլուծել ձայնագրությունները։ Խցիկները որսացել էին այն ժամանակահատվածը, երբ Գայանեն բացակայում էր սրահից մաքրվելու զգեստը փոխելու համար։ Այդ վճռորոշ րոպեների ընթացքում Ալենը մնացել էր սրահում շարունակելով հյուրերին սպասարկելու իր աշխատանքը։ Հենց այդ ժամանակահատվածի պատկերներն ուսումնասիրելիս Վահանը կատարեց մի բացահայտում, որը լիովին փոխեց իրադարձությունների նրա ընկալումը։ Սրահի կողմնային հատվածը ծածկող խցիկներից մեկում նա հստակ տեսնում էր Ալենին, որը գաղտնի մոտենում էր այն սեղանին, որտեղ Օֆելիան թողել էր իր վզնոցը։ Պատկերները ցույց էին տալիս, թե ինչպես է Ալենը զգուշորեն շուրջը նայում, նախքան վզնոցը վերցնելը, այն արագ թաքցնելը այնուհետ տարածքից հեռանալը, կարծես ոչինչ չէր պատահել։ Գործողությունը տել էր ընդամենը մի քանի վայրկյան, բայց այն աներկբայորեն կանխամտածված էր գաղտնի։ Վահանը կանգնեցրեց ձայնագրությունը մի քանի անգամ վերարտադրեց այն համոզվելու համար, որ ցուրիմացություն չկա իր տեսածի մեջ։ Ապացույցն անհերքելի էր։ Ալենը գողացել էր Օֆելիայի վզնոցը, ըստ ամենայնի, այն դրել էր Գայանեի պայուսակի մեջ գինին մաքրելու ընթացքում։ Բայց կար մի ավելի տագնապալի հարց. ինչո՞վ պիտի Ալենը նման բան աներ։ Նա ժամանակավոր աշխատող էր վարձված հատուկ այդ միջոցառման համար։ Ինչ դրդապատճառ կարող էր նա ունենալ հենց Գայանեին մեղադրելու համար, եթե միայն ինչ-որ մեկը նրան չէր հրահանգել այդպես վարվել։ Վահանը շարունակեց վերլուծել ձայնագրությունները փնտրելով Ալենի այլ մարդկանց միջ փոխազդեցությունները երեկոյի ընթացքում։ Հենց այդ ժամանակ նա գտավ այն, ինչ վախենում էր հայտնաբերել։ Մի քանի դեպքերում նա հստակ տեսնում էր, թե ինչպես է Մարգոսը գաղտնի մոտենում Ալենին փոխանակելով կարճ խոսքեր նշանակալից հայացքներ։ Այդ շփումներից մեկը տեղի էր ունեցել գինու միջադեպից քիչ առաջ, իսկ մյուսը անմիջապես այն բանից հետո, երբ Ալենը գողացել էր վզնոցը։ Երկու դեպքում էլ Մարգոսը կարծես հրահանգներ կամ հաստատումներ էր տալիս Ալենին, թե խցիկների ձայնը բավականաչափ պարզ չէր նրանց խոսքերը որսալու համար։ Ճշմարտության աստիճանական գիտակցումը Վահանին հարվածեց որպես ֆիզիկական հարված։ Մարգոսը իր տարիների վստահելի խորհրդականը կանխամտածված կերպով կազմակերպել էր ծուղակ Գայանեին մեղադրելու համար։ Այն մարդը, ում նա վստահել էր իր բիզնեսի վճռորոշ կողմերը, դավաճանել էր ոչ միայն այդ վստահությունը, այլ կործանել էր մի անմեղ երիտասարդ աղջկա կյանքը։
Վահանը հիշեց այն ֆինանսական խախտումները, որոնք Գայանեն հայտնաբերել էր, որոնք բոլորը վավերացված էին Մարգոսի կողմից։ Հիմա նա հասկանում էր, որ աղջկա բացահայտումը սպառնալիք էր դարձել իր խորհրդականի կասկածելի գործողությունների համար, նախորդ գիշերվա ծուղակը նրա միջոցն էր ազատվելու այդ խնդրից։ Անահիտի նամակը նույնպես նոր իմաստ ստացավ։ Նրա մտահոգություններն այն մարդկանց մասին, ում Վահանը վստահում էր, պարանոյա չէին, այլ ճշգրիտ կանխազգացում Մարգոսի կասկածելի բնավորության մասին։ Անահիտը փորձել էր զգուշացնել նրան նույնիսկ իր հեռանալուց հետո, բայց ինքը չափազանց կուրացած էր եղել այն հարմարավետությամբ, որ Մարգոսն ամեն ինչի մասին հոգ էր տանում։ Գայանեի հանդեպ կատարված անարդարությունը շտկելու հրատապությունը տիրեց Վահանին։ Նա անմիջապես պատժենեց ձայնագրությունների համապատասխան հատվածները շարժական սարքի վրա զանգահարեց իր անձնական փաստաբանին Տիգրան Կարապետյանին համառոտ բացատրելով իրավիճակը, խնդրելով անհապաղ իրավական աջակցություն։ Տիգրանը, չնայած ուշ ժամին, հասկացավ իրավիճակի լրջությունը, համաձայնեց հանդիպել Վահանին այն ոստիկանական բաժանմունքում, որտեղ պահվում էր Գայանեն։ Նա առաջարկեց կապ հաստատել իր ծանոթ դատավորներից մեկի հետ, ով կարող էր գնահատել ապացույցները, թույլատրել աղջկա անհապաղ ազատ արձակումը։ Իրավիճակը շտկելու իրավական գործընթացն ընթացավ արտասովոր արագությամբ շնորհիվ տեսանյութերի հստակության Վահանի հեղինակության։ Մի քանի ժամվա ընթացքում իշխանությունները վերլուծեցին ձայնագրությունները, հաստատեցին, որ Գայանեն դարձել է մանրակրկիտ մշակված դավադրության զոհ։ Ալենին գտան, հարցաքննեցին։ Անհերքելի ապացույցների իր մասնակցության հնարավոր իրավական հետանքների ճնշման տակ նա խոստովանեց իր դերը սխեմայի մեջ։ Նա բացահայտեց, որ Մարգոսն իրեն վարձել էր հատկապես Գայանեին մեղադրելու համար, իր համագործակցության դիմաց առաջարկելով զգալի գումար։ Լուսաբացին Վահանը մեքենայով վերադառնում էր առանձնատուն Գայանեի հետ միասին։ Երիտասարդ աղջիկը ֆիզիկապես վնասված չէր, բայց հոգեպես ցնցված էր կեղծ մեղադրանքների գալանքի տակ գտնվելու տրավմատիկ փորձից։ Լուր ճանապարհորդության ընթացքում Վահանը պայքարում էր գտնելու համապատասխան խոսքեր իր ցավն ու ներողամտությունը հայտնելու համար։ Գայանե, չկան բավարար խոսքեր արտահայտելու համար, թե որքան եմ ցավում պատահածի համար, ասաց նա վերջապես։ Իմ գույր վստահությունը Մարգոսի նկատմամբ քիչ էր մնում կործաներ քո կյանքը, ես երբեք չեմ կարողանա ներել ինձ դրա համար։ Գայանեն նայեց նրան դեռս արցունքներից կարմրած աչքերով, բայց առանց թշնամանքի։ Պարոն Վահան, կարևորն այն է, որ ճշմարտությունը բացահայտվեց։ Ես գիտեի, որ իմ անմեղությունը վաղ թե ուշ կապացուցվի։ Քո ուժն ու արժանապատվությունը այս սարսափելի իրավիճակում արտասովոր են, պատասխանեց Վահանը։ Դու ցուցաբերեցիր այնպիսի քաջություն, որը շատ մեծահասակներ չունեն։ Վարդուհին սպասում էր առանձնատան մուտքի մոտ վազելով գրգելու դստերը հենց այն պահին, երբ նա դուրս եկավ մեքենայից։ Երկուսի թեթության երախտագիտության արցունքները հուզիչ էին տեսնել, Վահանը խորապես հուզվեց մոր դստեր վերամիավորումից։ Իմ սիրելի աղջիկ, ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել քո անմեղությանը, շշնջաց Վարդուհին ամուր պահելով Գայանեին։ Գիտեի, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Վահանը երկուսին էլ բացատրեց մանրամասները, թե ինչպես էր բացահայտել ճշմարտությունը տեսախցիկների միջոցով, ինչպես էր Ալենը խոստովանել իր դերը Մարգոսի կողմից կազմակերպված սխեմայի մեջ։ Մարգոսի դավաճանության բացահայտումը ցնցեց Վարդուհուն, ով նրան միշտ համարել էր հարգարժան մարդ։ Որտեղ է հիմա Մարգոսը, հարցրեց Գայանեն ցուցաբերելով հասկանալի անհանգստություն իր անվտանգության համար։ Իշխանությունները տեղեկացված են նրա մասնակցության մասին, պատասխանեց Վահանը։ Նա շուտով կբախվի ապացույցներին։ Բայց առայժմ ամենակարևորն այն է, որ դու տանն ես ապահով։ Նախաճաշը մատուցվեց այգում, որտեղ Վահանը, Գայանեն, Վարդուհին կարողացան հանգիստ բաց խոսել վերջին իրադարձությունների մասին։ Վահանն օգտագործեց առիթը վերահաստատելու իր լիակատար վստահությունը Գայանեի նկատմամբ, քննարկելու, թե ինչպես են գործելու այսուհետ։ Գայանե, կցանկանայի իմանայիր, որ այս միջադեպը ոչ մի կերպ չի փոխել իմ կարծիքը քո բնավորության կամ կարողությունների մասին, ասաց նա։ Իրականում, այն ձը, որով դու հաղթահարեցիր այս սարսափելի իրավիճակը, միայն հաստատեց իմ համոզմունքը, որ դու բացառիկ որակներ ունես։ Առավոտը բերեց նա Մարգոսի դավաճանության բացահայտման գործնական հետանքների հետ վարվելու անհրաժեշտությունը։ Վահանը պետք է վերագնահատեր բոլոր պայմանագրերը, որոշումները, որոնք կայացրել էր իր նախկին խորհրդականը, հատկապես նրանք, որոնք առնչվում էին Գայանեի հայտնաբերած ֆինանսական խախտումներին։ Ես քո օգնության կարիքն ունեմ ավելի քան երբե, ասաց Վահանը Գայանեին։ Քո կազմակերպչական վերլուծական աշխատանքը վճռորոշ կլինի Մարգոսի կասկածելի գործողությունների ամբողջ ծավալը բացահայտելու համար։ Գայանեն համաձայնեց, գիտակցելով, որ իր տրավմատիկ փորձը, պարադոքսալ կերպով, նախապատրաստել էր իրեն ավելի մեծ մարտահրավերների դիմակայելու համար։ Ճշմարտությունը բացահայտվել էր, արդարությունը հաղթել էր, հիմա ժամանակն էր վերականգնելու ամեն ինչ առաջ շարժվելու դժվարությունների միջոցով ձեռք բերված իմաստությամբ։
Ճշմարտության բացահայտմանը հաջորդած առավոտը արձրունիների առանձնատուն բերեց նորացման մթնոլորտ, բայց նա Մարգոսի գործողությունների հետանքներին առերեսվելու անհրաժեշտություն։ Վահանը մի քանի ժամ անցկացրել էր հեռախոսով իր իրավաբանական բաժնի իշխանությունների հետ համակարգելով հաջորդ քայլերը։ Մարգոսին դեռ չէին տեղեկացրել, որ իր դավադրությունը բացահայտվել է։ Վահանը ռազմավարական որոշում կայացրեց թույլ տալ նրան գալ առանձնատուն արդեն իսկ ծրագրված խորհրդի նիստին, ստեղծելով հնարավորություն նրան վկաների ներկայությամբ արձակատելու ճշմարտությունը վերջնականապես հաստատելու համար։ Գայանեն, չնայած իր ապրած ծանր գիշերվան, հիանալի վճռականություն էր ցուցաբերում շարունակելու իր աշխատանքը օգնելու Վահանին բացահայտել ֆինանսական խախտումների ամբողջ ծավալը։ Նա վերադարձել էր գրադարան նոր հեռանկարով գիտակցելով, որ իր վերլուծությունը վճռորոշ կլինի ընտանիքի շահերը պաշտպանելու համար։ Պարոն Վահան, ասաց նա առավոտյան զրույցի ժամանակ, ես կցանկանայի ներկա լինել Մարգոսի հետ արձակատման ժամանակ։ Գիտեմ, որ դա կարող է ռիսկային թվալ, բայց հավատում եմ, որ իրավունք ունեմ անձամբ լսել նրա բացատրությունները։ Վահանը սկզբում վարանեց մտահոգված լինելով Գայանեի հուզական վիճակով։ Գայանե, հասկանում եմ արդարության քո ձգտումը, բայց չեմ ուզում քեզ ենթարկել ավելորդ լարվածության։ Պարոն Վահան, Մարգոսին ուղիղ արձակատելը կլինի իմ ապաքինման մի մասը, պատասխանեց նա տպավորիչ հասունությամբ։ Ես պետք է տեսնեմ, թե ինչպես է նա ընդունում իր արածը, որպեսզի կարողանամ լիովին առաջ շարժվել։ Վարդուհին սատարեց դստեր որոշմանը հասկանալով, որ Գայանեն բավարար ուժ է ցուցաբերել իրավիճակին դիմակայելու համար։ Նա պետք է տեսնի արդարության հաղթանակը, Վահան։ Դա կարող է այս գլուխը պատշաճ կերպով փակելու համար։ Խորհրդի նիստը նշանակվեց ժամը 3-ին առանձնատան գլխավոր սրահում հենց այն նույն վայրում, որտեղ տեղի էր ունեցել ճակատագրական ընդունելությունը։ Վահանը հրավիրեց Տիգրանին որպես իրավական վկա, ինչպես նա բիզնես խորհրդի երկու այլ անդամների, ովքեր տեղյակ չէին վերջին զարգացումներից։ Մարգոսը ժամանեց ճիշտ ժամանակին իր սովորական ինքնավստահ կեցվածքով ակնհայտորեն չկասկածելով, որ իր դավաճանությունը բացահայտվել է։ Նա քաղաքավարի ողջունեց Վահանին, զարմանք հայտնեց տեսնելով Գայանեին սենյակում։ Վահան, չէի սպասում այսօր այստեղ տեսնել Գայանեին, նշեց նա մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Պատկերացնում էի, որ նա դեռ կվերականգնվեր երեկ երեկոյան տեղի ունեցած անհաջող իրադարձություններից։ Իրականում Մարգոս, Գայանեի ներկայությունը էական է այն ամենի համար, ինչ մենք այսօր քննարկելու ենք, պատասխանեց Վահանը պահպանելով չեզոք տոնը, բայց ուշադիր հետելով իր նախկին խորհրդականի արձագանքներին։ Նիստը սկսվեց թվացյալ բնականոն հունով Մարգոսը ներկայացնում էր ֆինանսական հաշվետվությունները, քննարկում առօրյա գործառնական հարցերը։ Նրա վարքագիծը պրոֆեսիոնալ էր, գրագետ հենց այն, ինչ Վահանը գնահատել էր տարիների համագործակցության ընթացքում։ Երբ քննարկումն անցավ ֆինանսական խախտումներին, որոնք Գայանեն էր բացահայտել, սենյակի մթնոլորտը սկսեց փոխվել։ Վահանը թեման ներկայացրեց պատահականորեն նշելով, որ արխիվների դասավորման ընթացքում որոշ անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Մարգոս, Գայանեն գտել է փոխանցումների որոշ թույլտվություններ, որոնք կարծես լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, ասաց Վահանը ուշադիր զննելով իր խորհրդականի մարմնի լեզուն։ Մարգոսը պահպանեց արտաքին սառնասրտությունը, բայց Գայանեն նկատեց նրա դեմքի մկանների հազիվ նկատելի լարվածությունը։ Իհարկե, Վահան, ես կարող եմ պարզաբանել ֆինանսական գործառնությունների հետ կապված ցանկացած հարց։ Երբեմն բարդ գործարքները կարող են շփոթեցնող թվալ բիզնեսի առաջադեմ փորձ չունեցող մեկի համար։ Գայանեն զգաց նրա խոսքերի մեջ պարունակվող սադրանքը, բայց մնաց հանգիստ ու պրոֆեսիոնալ։ Պարոն Մարգոս, իմ բարձրացրած հարցերը ոչ թե բարդության մասին են, այլ ոչ պատշաճ փաստաթղթավորման չստուգված շահառուների։ Երիտասարդ օրիորդ, պատասխանեց Մարգոսը փոքր-ինչ վերամբարձ տոնով, դու պետք է հասկանաս, որ բիզնեսի ոչ բոլոր կողմերն են թափանցիկ այն մարդկանց համար, ովքեր չունեն ամբողջական տեղեկատվություն։ Կան գաղտնիության ռազմավարության հարցեր, որոնք դու չես կարող լիովին ըմբռնել։ Հենց այդ պահին Վահանը որոշեց մասնագիտորեն բացահայտել իր գտածոները։ Մարգոս, իրականում ես հնարավորություն եմ ունեցել անձամբ վերանայել այն հարցերը, որոնք Գայանեն բարձրացրել է։ Նրա մտահոգությունները հիմնավորված են, պահանջում են մանրամասն բացատրություններ։ Մարգոսի ինքնավստահությունը սկսեց մի փոքր տատանվել, բայց նա դեռ պահպանում էր պաշտպանողական կեցվածքը։ Վահան, եթե թյուրիմացություններ կան իմ որոշումների վերաբերյալ, ես կարող եմ պարզաբանել յուրաքանչյուրը։ Իմ վավերացրած բոլոր գործարքները եղել են իմ լիազորությունների սահմաններում, արվել են ի շահ ընկերության։ Ներառյալ Ալենին հրահանգելը, որ Օֆելիայի վզնոցը դնի Գայանեի պայուսակի մեջ, հանկարծակի հարցրեց Վահանը հետելով իր խոսքերի ազդեցությանը Մարգոսի դեմքին։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Մարգոսն ակնհայտորեն ցնցված էր, նրա դեմքն անցավ մի շարք հույզերի միջով զարմանք, ժխտում այնուհետ վերահսկվող զայրույթ, որը բացահայտեց նրա իսկական էությունը։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում, Վահան,
ասաց նա վերջապես, բայց նրա ձայնը արդեն գործրել էր նախկին վստահությունը։ Վահանը վերցրեց տեսագրություններով սարքը միացրեց այն սենյակի տեսալսողական համակարգին։ Մարգոս, անվտանգության տեսախցիկները, որոնց տեղադրման հարցում Անահիտը պնդել էր, ամեն ինչ որսացել են։ Քո յուրաքանչյուր զրույցն Ալենի հետ, վզնոցի գողությունը այն պահը, երբ նա այն դրեց Գայանեի պայուսակում։ Պատկերները սկսեցին եռալ մեծ էկրանին հստակ ցույց տալով դավադրության յուրաքանչյուր փուլը, որը Մարգոսը կազմակերպել էր։ Սենյակում տիրում էր բացարձակ լռություն։ Բոլոր ներկաներն ապշած հետում էին դավաճանության անհերքելի ապացույցներին։ Մարգոսը հետում էր ձայնագրություններին պարտության միաժամանակ մարտահրավերի արտահայտությամբ։ Երբ պատկերներն ավարտվեցին, նա մի քանի րոպե լուռ մնաց ըստ երույթին գիտակցելով այն փաստը, որ իր դավադրությունը լիովին բացահայտվել է։ Ինչո՞ւ Մարգոս, հարցրեց Վահանը խորը հիասթափությամբ լի ձայնով։ Ինչո՞ւ դավաճանել այն վստահությունը, որ ես տածել եմ քո նկատմամբ։ Ինչո՞ւ փորձել կործանել Գայանեի կյանքը։ Մարգոսը վերջապես բարձրացրեց աչքերը, նրա քաղաքավարի դիմակն ամբողջությամբ անհետացել էր, որովհետև նա ամեն ինչ փչացնում էր։ Նրա բացահայտումները պատրաստվում էին բացահայտել այն գործողությունները, որոնք ես տարիներ շարունակ ստեղծել էի։ Ես կատարյալ համակարգ էի կառուցել, իսկ մի անփորձ աղջիկ սպառնում էր ամեն ինչ կործանել։ Հանցավոր գործողություններ, ուզում ես ասել, միջամտեց Տիգրանը։ Չարտոնված փոխանցումները հանդիսանում են յուրացում, իսկ Գայանեի դեմ կազմակերպված դավադրությունը հանցավոր համագործակցություն։ Ես եմ Վահանին հարստացրել, պորտկաց Մարգոսը վերջնականապես կորցնելով վերահսկողությունը։ Իմ գործողությունները միլիոնավոր շահույթներ են բերել, որոնք նա երբեք չէր ստանա սովորական մեթոդներով։ Նա պետք է շնորհակալ լիներ ինձ, ոչ թե դատեր։ Գայանեն հետում էր Մարգոսի կործանմանը տխրության թեթության խառը զգացումով։ Տեսնելով, թե ինչպես է իր կյանքը կործանել փորձող մարդը բացահայտում իր իսկական էությունը, միաժամանակ սփոփիչ էր, ցավալի։ Մարգոս, ասաց Վահանը հաստատակամորեն, դու ոչ միայն դավաճանել ես իմ վստահությունը, այլ փորձել ես կործանել մի անմեղ աղջկա կյանքը քո անօրինական գործունեությունը պաշտպանելու համար։ Քո արարքների համար արդարացում չկա։ Խորհրդի մյուս անդամները, ցնցված բացահայտումներից, սկսեցին քննարկել իրավիճակի իրավական գործնական հետանքները։ Ակնհայտ էր, որ Մարգոսը պետք է անմիջապես հեռացվեր իր բոլոր պաշտոններից, անհրաժեշտ էր ամբողջական աուդիտ նրա գործողությունների ծավալը պարզելու համար։ Տիգրան, ասաց Վահանը, խնդրում եմ, կապվիր իշխանությունների հետ։ Մարգոսը պետք է իրավական պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Մարգոսը կտրուկ վեր կացավ իր աթոռից ամբողջությամբ կորցրած սառնասրտությամբ։ Դուք չեք հասկանում, թե ինչ եք անում։ Բիզնես աշխարհը չի աշխատում միամիտ իդեալներով։ Բոլոր մեծ հարստությունները կառուցվել են պրագմատիկ որոշումների միջոցով, որոնք ձեր նման մարդիկ կասկածելի կհամարեին։ Գուցե, պատասխանեց Գայանեն հանգիստ առաջին անգամ խոսելով արձակատման ժամանակ, բայց ոչ ազնվության անձնական արժանապատվության հաշվին։ Դավաճանության խաբեության միջոցով ձեռք բերված գումարը երբեք իսկական բարօրություն չի բերում։ Մարգոսը նայեց նրան արամարանքի հուսահատության արտահայտությամբ։ Դու մի միամիտ աղջիկ ես, որը չի հասկանում, թե ինչպես է իրականում աշխատում աշխարհը։ Քո իդեալիստական բարոյականությունը մի օր էլ չէր գոյատի իրական բիզնես աշխարհում։ Գուցե այդպես է, պատասխանեց Գայանեն, բայց ես նախընտրում եմ պահպանել իմ ազնվությունը կառուցել ապագա հիմնված ամուր սկզբունքների վրա, քան հաջողության հասնել անազնիվ մեթոդներով։ Իշխանությունները ժամանեցին 1 ժամվա ընթացքում, Մարգոսը դուրս բերվեց առանձնատանից իրավական հսկողության տակ։ Ի տարբերություն Գայանեի հետ կապված նախորդ գիշերվա իրադարձության, այս ձերբակալության մեջ անարդարություն չկար։ Դա պարզապես բարոյապես կասկածելի ընտրությունների բնական հետանքն էր։ Մարգոսի հեռանալուց հետո Վահանը, Գայանեն մյուս ներկաները մի քանի պահ լուռ մնացին մտովի վերամշակելով իրենց ականատես եղած դրամատիկ իրադարձությունները։ Գայանե, ասաց Վահանը վերջապես, քո քաջությունը շարունակելու քո բացահայտումները նույնիսկ վախեցնելու փորձերի պայմաններում, փրկեց ոչ միայն ընտանիքի շահերը, այլ հավանաբար կանխեց տարիների ապագա իրավական խնդիրները։ Պարոն Վահան, պատասխանեց նա, ես սովորեցի, որ ճիշտ վարվելը երբեմն պահանջում է առերեսվել դժվար հետանքների, բայց վերջում ճշմարտությունը միշտ հաղթում է։ Տիգրանը մոտեցավ երկուսին։ Վահան, անհրաժեշտ կլինի աշխատել իշխանությունների մեր աուդիտորների հետ պարզելու Մարգոսի գործողությունների ամբողջ ծավալը վերադարձնելու ցանկացած գումար, որը կարող է անօրինական կերպով յուրացված լինել։ Իհարկե, Տիգրան։ Եվ ես ուզում եմ, որ Գայանեն ներգրավված լինի այդ ամբողջ գործընթացում։ Նրա վերլուծությունը վճռորոշ կլինի Մարգոսի արածը լիովին հասկանալու համար։ Հաջորդող շաբաթների ընթացքում Գայանեն ինտենսիվորեն աշխատեց աուդիտորների քննիչների հետ վերակառուցելու համար Մարգոսի կասկածելի ֆինանսական գործունեությունը։
Նրա մանրակրկիտ աշխատանքը անհամապատասխանությունները բացահայտելու կարողությունը հիմնարար եղան անօրինական կերպով յուրացված զգալի գումարի վերադարձման համար։ Վահանը որոշում կայացրեց Գայանեին նշանակել ընկերության համապատասխանության հարցերով տնօրեն մի պաշտոն, որը ստեղծվել էր հատուկ ապահովելու համար, որ Մարգոսի հետ կապված իրավիճակը երբեք չկրկնվի։ Ընդամենը 17 տարեկանում նա դարձավ ընտանեկան ընկերության պատմության ամենաերիտասարդ ղեկավարներից մեկը։ Վարդուհին նշանակվեց առանձնատան բոլոր տնտեսական գործառնությունների վերահսկող ճանաչվելով ոչ միայն իր տարիների հավատարիմ ծառայության համար, այլ բացառիկ բնավորությամբ դուստր մեծացնելու համար։ Արձրունիների առանձնատունը վերադարձավ իր անդորրին, բայց այժմ զգոնության ազնվության նոր գիտակցությամբ։ Մարգոսի դավաճանության միջոցով քաղված դասերն ամրապնդեցին Վահանի, Գայանեի վարդուհու միջ եղած կապերը ստեղծելով մի ընտանիք, որը միավորված էր ոչ միայն հանգամանքներով, այլ ընդհանուր արժեքներով։ Գայանեն շարունակեց հաշվապահական ուսումը այժմ ունենալով բացառիկ գործնական հեռանկար բիզնես էթիկայի կարողության մասին։ Նրա ապագան երաշխավորված էր ոչ թե բարեգործությամբ, այլ իր իսկ արժանինքներով, որոնք ապացուցվել էին արժանապատվորեն հաղթահարված դժվարությունների միջոցով։ Վահան այս փորձառության մեջ գտավ մարդկային բնության նկատմամբ իր հավատի վերածնունդը, որը մարմնավորված էր Գայանեի անսասան ազնվությամբ նույնիսկ սարսափելի անարդարության պայմաններում։ Անահիտը ճիշտ էր եղել իր մտահոգություններում, Գայանեի միջոցով նրա իմաստությունը շարունակում էր պաշտպանել ընտանիքը։ Անահիտի նամակը մնաց շրջանակված Վահանի աշխատասենյակում, ամեն օր հիշեցնելով նրան ապացուցված բնավորությամբ մարդկանց վստահելու կարողության մասին պրոֆեսիոնալ կարողությունները պարզապես առանց էթիկական հարցադրումների ընդունելու փոխարեն։ Իսկ Մարգոսը, առերեսվելով իր գործողությունների իրավական հետանքներին, ժամանակ ունեցավ խորհելու այն ընտրությունների մասին, որոնք հանգեցրել էին իր անկմանը։ Ագահությունը սկզբունքների բացակայությունը, որոնք նա համարել էր բիզնես առավելություններ, պարզվեցին որպես հիմնարար թուլություններ, որոնք կործանեցին ոչ միայն նրա կարիերան, այլ հեղինակությունն ու ազատությունը։ Գայանեի պատմությունը դարձավ լուր լեգենդ տարածաշրջանում, ոգեշնչելով այլ երիտասարդների արժորել ազնվությունը հարմարավետությունից վեր ապացուցելով, որ ճշմարտությունը, թե երբեմն քաջություն է պահանջում պաշտպանվելու համար, միշտ գտնում է հաղթելու ճանապարհը։ Լեռներում գտնվող առանձնատունը շարունակեց մնալ նրբագեղության բարօրության խորհրդանիշ, բայց այժմ այն ներկայացնում էր նա ազնվության, քաջության արդարության արժեքները, որոնք Գայանեն էր դրսորել։ Նրա կերպարանափոխությունը անտեսանելի աղջկանից հարգված ղեկավարի ապացուցեց, որ մարդու իրական արժեքը ոչ թե նրա ծագման մեջ է, այլ նրա բնավորության։ Մարգոսի դավաճանության բացահայտումից 6 ամիս անց արձրունիների առանձնատանը տիրում էր լիակատար նորացման մթնոլորտ։ Աշունը ներկել էր այգիները ոսկեգույն երանգներով, որոնք ներթաշնակվում էին տան յուրաքանչյուր անկյունում, տիրող վերածննդի զգացողության հետ։ Գայանեն լիովին ստանձնել էր իր դերը որպես համապատասխանության հարցերով տնօրեն սկզբնական վախեցնող պատասխանատվությունը վերածելով բնական գոչման։ Նրա գրասենյակը, որը տեղավորված էր գրադարանի նախկին գիծ-շինությունում, դարձել էր ընկերության էթիկական գործողությունների կենտրոնը։ Պատերին այժմ փակցված էին սերտիֆիկատներ դիպլոմներ, որոնք նա ձեռք էր բերել աուդիտի բիզնես կառավարման ինտենսիվ դասընթացների միջոցով, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվել էին Վահանի կողմից որպես ներդրում ընկերության ապագայի մեջ։ Երիտասարդ աղջիկը մշակել էր ներքին վերահսկողության մի համակարգ, որը տպավորում էր նույնիսկ փորձառու արտաքին աուդիտորներին։ Յուրաքանչյուր ֆինանսական գործարք անցնում էր բազմակի ստուգումներով, նա ներդրել էր թափանցիկության արձանագրություններ, որոնք երաշխավորում էին, որ Մարգոսի նման իրավիճակները երբեք չեն կրկնվի։ Նրա հեղինակությունը բիզնես միջավայրում կայուն կերպով աճում էր։ Տարածաշրջանի մի քանի ընկերություններ արդեն դիմել էին նրան էթիկական գործելակերպի վերաբերյալ խորհրդատվության համար։ Վարդուհին անկարագրելի հպարտությամբ էր հետում դստեր մասնագիտական ծաղկմանը։ Վարդուհին ինքն էլ նոր իրացում էր գտել առանձնատան իր ընդլայնված դերի մեջ։ Որպես տնտեսական գործառնությունների վերահսկող նա համակարգում էր մի փոքրիկ, բայց արդյունավետ թիմ պահպանելով կալվածքի կատարելությունը, որը միշտ բնորոշ էր եղել Արձրունի ընտանիքին։ Ավելի կարևոր է, որ նա դարձել էր Վահանի համար արժեքավոր վստահորդ առաջարկելով գործնական տեսակետներ, որոնք լրացնում էին նրա բիզնես որոշումները։ Վահանը հայտնաբերել էր, որ իր կյանքի փոփոխությունները բերել են անսպասելի նորացում։ Գայանեի վարդուհու ներկայությունը որպես որդեգրված ընտանիք լրացրել էր մի դատարկություն, որի գոյության մասին նա նույնիսկ չէր կասկածում։ Գայանեի հետ երեկոյան զրույցները բիզնես ռազմավարությունների ապագա նախագծերի մասին դարձել էին նրա օրվա ամենահաճելի պահերից մեկը։ Աղջկա սուր միտքը անսասան էթիկական հայացքները հաճախ ոգեշնչում էին նրան կայացնել ավելի գիտակցված պատասխանատու որոշումներ։ Մարգոսի գործողությունների ամբողջական աուդիտը բացահայտել էր նույնիսկ ավելի մեծ անօրինականություններ, քան սկզբում ենթադրվում էր։ 3 տարվա ընթացքում նա զգալի գումարներ էր յուրացրել կեղծ ընկերությունների պայմանագրերի միջոցով։ Այնուամենայնիվ, շնորհիվ Գայանեի քննիչների մանրակրկիտ աշխատանքի,
Գրեթե ամբողջ գումարը վերականգնվել վերադարձվել էր ընկերությանը։ Այն անօրինական շահույթները, որոնցով Մարգոսը պարզենում էր, պարզվել էր, որ շատ ավելի փոքր էին հիմնականում հաշվապահական մանիպուլյացիաների արդյունք էին, այլ ոչ թե իրական աճի։ Մարգոսն այժմ գրում էր իր ընտրությունների իրավական հետանքները։ Դատապարտվելով 5 տարվա ազատազրկման յուրացման հանցավոր դավադրության համար, նա գործրել էր ոչ միայն իր ազատությունը, այլ հեղինակությունը բիզնես աշխարհում։ Այն սակավաթիվ այցելությունները, որ նա ստանում էր, իր փաստաբանից էին, ով փորձում էր մեղմել նրա պատիժը, բայց Մարգոսը դարձել էր մեկուսացված մի կերպար վճարելով տարիների բարոյապես կասկածելի որոշումների գինը։ Փաստաբանի հետ զրույցներից մեկի ժամանակ Մարգոսն արտահայտել էր մի ուշացած զղջում, որն ավելի շատ ինքնախղճահարություն էր հիշեցնում, քան իրական ապաշխարություն։ Եթե ես ավելի զգույշ լինեի փաստաթղթերի հարցում, շշնջացել էր նա, այս ամենը չէր պատահի։ Նրա անկարողությունը հասկանալու, որ խնդիրը ոչ թե իր արարքների բացահայտումն էր, այլ հենց այդ արարքները ցույց էր տալիս, որ նա դեռ չէր քաղել ազնվության պատասխանատվության հիմնարար դասերը։ Առանձնատանը Անահիտի դիմանկարը հատուկ պատվավոր տեղ էր ստացել Վահանի նորացված աշխատասենյակում։ Նրա նամակը մնում էր ոսկեգույն շրջանագի մեջ լուսանկարի գողքին ամեն օր հիշեցնելով Վահանին իր հանգուցյալ գնոջ իմաստության բնազդի մասին։ Վահանը հաճախ մտովի զրուցում էր Անահիտի հետ պատմելով նրան տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին շնորհակալություն հայտնելով նրա հետմահու առաջնորդության համար, որը փրկել էր ընտանիքը տարիների խնդիրներից։ Գայանեն հատուկ ավանդույթ էր ստեղծել ամիսը մեկ անգամ այցելել Անահիտի գերեզմանին տանելով թարմ ծաղիկներ կիսվելով առանձնատան առաջընթացի մասին նորություններով։ Չնայած նա երբեք անձամբ չէր ճանաչել Անահիտին, նա խորը կապ էր զգում այն կնոջ հետ, ում նամակը սկիզբ էր դրել իր աճի ճանապարհին։ Տիկին Անահիտ, շշնջում էր նա իր այցելությունների ժամանակ, խոստանում եմ շարունակել պաշտպանել ձեր ընտանիքը նույն նվիրումով, որը դուք ցուցաբերեցիք։ Վահանի, Գայանեի վարդուհու հարաբերությունները վերածվել էին մի բանի, որն ավելին էր, քան գործատու աշխատող դինամիկան։ Նրանք այժմ գազմում էին մի ընտանիք միավորված ընտրությամբ ընդհանուր արժեքներով։ Վահանը պաշտոնապես ճանաչել էր Գայանեին որպես իր բիզնես ժառանգորդ երաշխավորելով, որ նա վճռորոշ ձայն կունենա ընկերության ապագայի հարցում։ Վարդուհին Վահանի համար դարձել էր որպես ավագ քույր առաջարկելով գործնական խորհուրդներ հուզական աջակցություն, երբ անհրաժեշտ էր։ Գայանեի գրթությունը շարունակում էր մնալ առաջնահերթություն։ Նա ընդունվել էր Երանի հեղինակավոր համալսարաններից մեկի բիզնես կառավարման ֆակուլտետը, որտեղ սովորում էր առավոտյան ժամերին, իսկ կեսօրից հետո կատարում էր իր պարտականություններն ընկերությունում։ Վահանը ստեղծել էր կրթական հիմնադրամ, որը գերաշխավոր էր, որ նա կարողանա շարունակել ուսումը մինչ գիտական աստիճանի ստացումը, եթե այդպես ցանկանա։ Պետրոսը երիտասարդ գործարարը, ում Գայանեն հանդիպել էր ճակատագրական ընդունելության ժամանակ, շարունակել էր կապ պահպանել հարգալից նամակների միջոցով։ Տպավորված լինելով այն արժանապատվությամբ, որով աղջիկը հաղթահարել էր տրավմատիկ իրավիճակը, նա անգեղծ հիացմունք էր տածում նրա բնավորության հանդեպ։ Թե երկուսն էլ դեռ երիտասարդ էին լուրջ ռոմանտիկ հարաբերությունների համար, նրանց մեջ սկսել էր ծաղկել մի ընկերություն հիմնված փոխադարձ հարգանքի ընդհանուր արժեքների վրա։ Տիգրանը դարձել էր ընտանիքի մշտական իրավական խորհրդատուն փոխարինելով Մարգոսին ոչ միայն տեխնիկական կարողություններով, այլ այն էթիկական ազնվությամբ, որը նախկինում պակասում էր։ Նրա ամենամսյա հանդիպումները Վահանի Գայանեի հետ դարձել էին ռազմավարական պլանավորման նիստեր, որոնք երաշխավորում էին, որ բոլոր բիզնես որոշումները համապատասխանեն բարոյական ամենաբարձր չափանիշներին։ Օֆելյան այն վզնոցի տերը, որն օգտագործվել էր դավադրության մեջ, դարձել էր բիզնես ազնվության ջատագով այն բանից հետո, երբ հասկացել էր, թե ինչպես է իր սեփականությունը շահարկվել անմեղ աղջկան վնասելու համար։ Նա հաճախ էր պատմում Գայանեի պատմությունը բարձրաշխարհիկ շրջանակներում, ոգեշնչելով ուրիշներին արժորել բնավորությունը սոցիալական հարմարավետությունից վեր։ Առանձնատունը վերակտել էր իր նրբագեղության անդորի մթնոլորտը, բայց այժմ մի էթիկական գիտակցությամբ, որը թափանցում էր յուրաքանչյուր որոշման մեջ։ Այն այգիները, որոնք Անահիտն այնքան սիրել էր, նորից ծաղկել էին վարդուհու խնամքի ներքո, ով բացահայտել էր իր մեջ այգեգործության նկատմամբ անսպասելի սեր։ Նրա աճեցրած ծաղիկները մշտապես զարդարում էին տունը, ստեղծելով կյանքի նորացման միջավայր։ Առանձնատան երեգոները դարձել էին ընտանեկան միասնության հատուկ պահեր։ Վահանը, Գայանեն վարդուհին հաճախ միասին էին ընթրում փոքր սրահում կիսվելով օրվա փորձով քննարկելով ապագա ծրագրերը։ Այս զրույցները Վահանի համար դարձել էին նույնքան արժեքավոր, որքան ցանկացած բիզնես հանդիպում առաջարկելով հեռանկարներ, որոնք հարստացնում էին թե իր անձնական, թե մասնագիտական կյանքը։ Գայանեն ներդրել էր կրթաթոշակային ծրագիր տարածաշրջանի այն երիտասարդների համար, ովքեր ունեին ակադեմիական պոտենցիալ ֆինանսական աջակցության կարիք։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Մարգոսի անօրինական գործունեությունից վերականգնված միջոցներով, իր առաջին տարում արդեն օգնել էր 15 ուսանողի։ Դա նրա միջոցն էր երաշխավորելու, որ ուրիշները նույնպես ստանան աճի այն հնարավորությունները,
որոնք ինքն էր ստացել։ Արձրունի ընկերության հեղինակությունը զգալիորեն ամրապնդվել էր Գայանեի էթիկական բարեփոխումների իրականացումից հետո։ Հաճախորդներն ու գործընկերներն ավելի մեծ վստահություն էին հայտնում մի կազմակերպության հետ աշխատելիս, որը ցուցաբերում էր անկեղծ նվիրվածություն թափանցիկությանը պատասխանատվությանը։ Ընկերության շահույթներն աճել էին բնական գայուն կերպով ապացուցելով, որ բիզնես հաջողությունը էթիկական ազնվությունը հակասող հասկացություններ չեն։ Լուր գիշերներին, երբ Վահանը քայլում էր առանձնատան միջանցքներով, նա հաճախ էր խորում այն մասին, թե ինչպես էր իր կյանքը փոխվել վերջին ամիսների իրադարձությունների շնորհիվ։ Անահիտի գորուստն սկզբում թվացել էր որպես վստահելու սիրելու իր կարողության ավարտ, բայց Գայանեի վարդուհու մուտքը նրա կյանք որպես ընտանիք ապացուցել էր, որ մարդկային սիրտն ունի նորացման անսահման հնարավորություն, երբ հանդիպում է վստահության արժանի մարդկանց։ Ապագան նրանց առջ բացվում էր շարունակական աճի համատեղ ձեռքբերումների խոստումներով։ Գայանեն մշակում էր ծրագրեր համապատասխանության Սեփթեմբեր ծրագիրը տարածաշրջանի այլ ընկերությունների համար ընդլայնելու ուղղությամբ, Վարդուհին մտածում էր հյուրանոցային կառավարում սովորելու մասին առանձնատանը ավելի լավ ծառայելու համար, իսկ Վահանը հետազոտում էր սոցիալական ներդրումների հնարավորություններ, որոնք օգուտ կբերեին ամբողջ համայնքին։ Անահիտի նամակը մնում էր որպես այն կատալիզատորը, որը սկիզբ էր դրել այս հրաշալի փոխակերպմանը։ Նրա սիրո մտահոգության խոսքերը մարգարեական էին դուրս եկել ուղղորդելով Վահանին իր կյանքի ամենակարևոր որոշումներից մեկում ընտրել վստահել բնավորություն ունեցող մարդկանց պարզապես առանց էթիկական հարցադրումների կարողություններն ընդունելու փոխարեն։ Արձրունիների առանձնատունը դարձել էր ավելին, քան պարզապես կացարան կամ բիզնեսի կենտրոն։ Այն այժմ խորհրդանիշ էր այն բանի, որ ճշմարտությունը միշտ հաղթում է, որ ազնվությունը վարձատրվում է, որ ընտանիքները կարող են ձևավորվել ընտրությամբ ընդհանուր արժեքներով, այլ ոչ միայն արյունակցական կապով։ Գայանեի պատմությունն ապացուցել էր, որ համեստ պայմանները չեն սահմանափակում մարդկային ներուժը, որ բարոյական քաջությունը կարող է փոխել ոչ միայն անհատական կյանքեր, այլ ամբողջական համայնքներ։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գայանեի Վահանի պատմությունը խորապես հուզել է ձեզ։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ փլեյլիստ նույնքան գրավիչ պատմություններով։ Գտեք այն այստեղ սեղմելով ձեր ձախ կողմում։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել TH տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք բացահայտում են կյանքի բարդությունն ու իրականում կարևոր արժեքները։ Բաց չթողնեք մեր հաջորդ նյութերը։ Սպասում ենք ձեզ մեկնաբանություններում։